Միլիարդավոր դրամների շրջանառությամբ ընկերության ղեկավարությունը չի կարողանում լուծել մի վճռորոշ հավասարում։ Մինչ որ հանկարծ հայտնվում է հավաքարարի 7-ամյա դուստրն ու վստահորեն հայտարարում. «Ես գիտեմ դրա լուծումը»։ Այն, ինչ տեղի է ունենում հետո, ցնցում է ինքնասիրությունը, բացահայտում թաքնված ճշմարտություններ, սկիզբ դնում մի անսպասելի հեղափոխության։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակում ենք։ Մարինե Վարդանյանը 32 տարեկանում անգիր գիտեր այդ շենքի յուրաքանչյուր սանտիմետրը։ Գիտեր, թե որտեղ է փոշին ավելի արագ կուտակվում, որ գորգերն են հեշտությամբ լաքայոտվում օրվա որ ժամին են տնօրենները սուրճի բաժակները մոռացված թողնում սեղաններին։ Արդեն 3 տարի էր, ինչ նա աշխատում էր որպես մաքրուհի Armvision տեխնոլոգիական ընկերությունում, որը զբաղեցնում էր Երանի կենտրոնում գտնվող ապակեպատ շենքի վերջին հարկերը։ 3 տարի, որոնց ընթացքում նա միշտ ներս էր մտնում հետի մուտքից, օգտվում էր ծառայողական վերելակից հայացքը խոնարհում, երբ բախվում էր կոստյումով որը մեկին։ Այդ հինգշաբթի կեսօրին իրավիճակը հատկապես լարված էր։ Մարինեն դա զգում էր օդում։ 23-րդ հարկի միջանցքները չափազանց լուռ էին, իսկ գլխավոր նիստերի դահլիճը փակ էր արդեն 4 ժամ շարունակ։ Նրան հրահանգել էին չընդհատել, դուռը չթակել, ոչ մի աղմուկ չհանել։ Բայց նրա դուստրը Սոֆին սպասում էր աշխատակիցների համար նախատեսված փոքրիկ հանգստի սենյակում, ժամը 6-ն արդեն անց էր։ Սոֆին ընդամենը 4 տարեկան էր, բայց կարծես թե աշխարհն ընկալում էր այնպես, որը վախեցնում էր Մարինեին։ Աղջիկը ամեն ինչին հետում էր իր խորը շագանակագույն աչքերով, տալիս էր հարցեր, որոնք մեծահասակներին անպատասխան էին թողնում, ուներ գրեթե անհավանական հիշողություն։ Նա հիշում էր ամբողջական խոսակցություններ, թվեր, որոնք տեսել էր ընդամենը մեկ անգամ, բաներ, որոնք ուրիշ ոչ ոք չէր նկատում։ Մարինեն գիտեր, որ դա նորմալ չէր, բայց մասնագետների մոտ այցելելու համար գումար չուներ։ Հազիվ էր կարողանում վճարել Մալաթիա Սեբաստիայի իրենց փոքրիկ բնակարանի վարձը, որտեղ նրանք միայնակ էին ապրում այն օրվանից, երբ 3 տարի առաջ Սոֆիի հայրն անհետացել էր։ Ռուբեն Մարտիրոսյանը մաթեմատիկայի դասախոս էր մի մասնավոր համալսարանում։ Լուռ մարդ էր, կլոր ակնոցներով, միշտ կավիճից սպիտակած ձեռքերով։ Մարինեն նրան հանդիպել էր, երբ դեռ աշխատում էր համալսարանի ճաշարանում։ Նա Մարինեի հետ վարվում էր այնպիսի քնքշությամբ, որին կինը սովոր չէր։ Դասամիջոցներին զրուցում էին պարզ բաներից։ 2 տարի գաղտնի հանդիպում էին։ Երբ Մարինեն հղիացավ, Ռուբենը երջանկությունից պարզապես փայլում էր։ Բայց ինչ-որ բան փոխվեց այն բանից հետո, երբ նա բացահայտեց ֆինանսական անօրինություններ այն հաստատությունում, որտեղ դասավանդում էր։ Մանրամասները խառն էին։ Մարինեն հիշում էր լարված խոսակցություններ, Ռուբենի տուն մռայլ դեմքով վերադառնալը, դրան տակ թողնված ծրարները։ Նա ասում էր, որ բացահայտել է մի սխեմա, որը ներառում էր կեղծ ուսման բարձր վաճառված դիպլոմներ։ Փորձել էր ներքին կարգով բողոքել, բայց նրան աշխատանքից ազատել էին, ձեռական ոտնձգության կեղծ մեղադրանքներով։ Պատմությունը տարածվեց։ Նրան արգելեցին դասավանդել ցանկացած հաստատությունում։ Կորցրին բնակարանը։ Մի քանի ամիս ապրեցին վարձով սենյակում, հենց այնտեղ էլ ծնվեց Սոֆին։ Ռուբենը սկսեց դստերը սովորեցնել, երբ նա ընդամենը մի քանի ամսական էր։ Երգում էր թվերով երգեր, հացի թղթի վրա երկրաչափական պատկերներ էր նկարում, խաղեր էր հորինում այնպիսի հասկացություններով, որոնք Մարինեն չէր հասկանում։ Ասում էր, որ Սոֆին առանձնահատուկ է, որ նա հասկանում է բաներ, որոնք ինքը տեսել էր միայն բարձր կուրսերի ուսանողների մոտ։ Բայց հետո եկավ այն նամակը։ Դարչնագույն ծրար, առանց ուղղար կողի։ Ռուբենը կարդաց ու գունատվեց։ Ասաց, որ պետք է մի քանի ժամով դուրս գա։ Համբուրեց Սոֆիի ճակատը, բռնեց Մարինեի ձեռքերն ու դուրս եկավ դռնից։ Եվ այլս չվերադարձավ։ Մարինեն փնտրեց։ Գնաց ոստիկանական բաժանմունքներ, հիվանդանոցներ, ապաստարաններ։ Ոչինչ։ Կարծես Ռուբենին ջնջել էին գոյությունից։ Մնացել էին միայն այն տետրերը, որոնցով նա սովորեցնում էր Սոֆիին։ Էջեր, լի հավասարումներով, համաստեղությունների նկարներով, թվերի տեսության մասին գրառումներով։ Մարինեն ամեն ինչ պահեց մի հին տուփի մեջ։ Սոֆին, նույնիսկ 4 տարեկանում, խնդրում էր տեսնել տետրերը։ Նստում էր հյուրասենյակի հատակին, մատները սահեցնում դեղնած էջերի վրայով ժամերով լուռ մնում։ Նիստերի դահլիճի դռան բացվելու ձայնը Մարինեին վերադարձրեց ներկա։
Նա մաքրում էր մոտակա միջանցքը, երբ տեսավ մի խումբ տղամարդկանց, որոնք դուրս էին գալիս, զայրացած տոնով խոսելով։ Նրանք թանկարժեք կոստյումներ էին հագել, փայլուն պլանշետներ էին կրում, ունեին այնպիսի կեցվածք, կարծես սովոր էին խնդիրները փողով լուծել։ Բայց նրանց դեմքերին ինչ-որ տարօրինակ բան կար։ Հոգնածություն, հիասթափություն, պարտություն։ Հենց այդ պահին նա լսեց հակառակ միջանցքից եկող փոքրիկ քայլերի ձայնը։ Անկյունից հայտնվեց Սոֆին, ինչպես միշտ բոբիկ, այն պարզ զգեստով, որը Մարինեն գնել էր օգտագործված իրերի խանութից։ Աղջիկը ձեռքին ճմրթված թղթի կտոր էր բռնել, անշարժ նայում էր նիստերի դահլիճի կիսաբաց դռանը։ Մարինեն զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Թողեց մաքրելու լապն ու վազեց դստեր ուղղությամբ։ Սոֆի, ի՞նչ ես անում այստեղ, շշնջաց նա, փորձելով խիստ հնչել, բայց զգալով, թե ինչպես է խուճապը բարձրանում կոկորդով։ Աղջիկը չպատասխանեց։ Շարունակեց քայլել դեպի դուռը։ Մարինեն բռնեց նրա թից, բայց Սոֆին զարմանալի ուժով պոկվեց, հրեց դուռը, մտնելով սենյակ։ Այն, ինչ տեսավ Մարինեն, ստիպեց նրան քարանալ։ Հսկայական նիստերի դահլիճը լիքն էր մարդկանցով։ Տնօրենները նստած էին ապակե սեղանի շուրջ, որը կարծես օդում էր կախված։ Երեք պատերը ծածկված էին թվային էկրաններով, որոնք բոլորը ցուցադրում էին գրաֆիկներ, թվեր, հավասարումներ։ Կենտրոնում, ավելի մեծ էկրանի վրա, մի բարդ մաթեմատիկական խնդիր էր, լի խորհրդանիշներով, որոնք Մարինեն չէր կարողանում հասկանալ։ Եվ այնտեղ, այդ շքեղության ու իշխանության տեսարանի մեջ, կանգնած էր նրա 4-ամյա դուստրը, խորը կենտրոնացած հայացքով նայելով գրատախտակին։ Լռությունը տեց ընդամենը 2 վայրկյան։ Ես գիտեմ, թե ինչպես լուծել սա, ասաց Սոֆին այն պարզ ու հաստատուն ձայնով, որով խոսում էր, երբ ինչ-որ բանում վստահ էր։ Սենյակում ծիծաղի պոռթկում լսվեց։ Դա բարի կամ զվարճալի ծիծաղ չէր։ Դա ծաղրի ծիծաղ էր, կարծես տեսնում էին ինչ-որ անհեթեթ ու վիրավորական բան։ Մոխրագույն մազերով մուգ կապույտ կոստյումով մի տղամարդ ոտքի կանգնեց։ Ռոբերտ Թովմասյան, ընկերության նախագահը։ Մարինեն նրան ճանաչում էր դեմքով։ Բոլոր մաքրուհիները գիտեին, թե ով է Ռոբերտ Թովմասյանը։ Մի մարդ, որը չէր նայում Մարինեի նման մարդկանց։ Մի մարդ, որը աշխատողներին վերաբերվում էր որպես փոխարինելի մասերի։ Ո՞վ է այս երեխային ներս թողել, նրա ձայնը սուր դանակի պես կտրեց օդը։ Մարինեն զգաց, որ ոտքերը դողում են։ Վազեց սենյակ, բռնեց Սոֆիի թից, փորձելով նրան հետ քաշել։ Այտերը այրվում էին ամոթից։ Զգում էր բոլոր այդ հայացքների ծանրությունը իր վրա։ Հայացքներ, որոնք ասում էին, որ նա այստեղ չի պատկանում։ Որ նրա դուստրը այստեղ չի պատկանում։ Ներողություն, պարոն Թովմասյան։ Շատ եմ ներողություն խնդրում։ Նա իմ դուստրն է։ Ես աշխատում էի, նա ուղղակի, բառերը շփոթված, հուսահատ դուրս էին գալիս։ Բայց Սոֆին չշարժվեց։ Ոտքերը ամուր դրեց հատակին, շարունակեց նայել գրատախտակին։ Նրա աչքերը արագ շարժվում էին, կարծես կարդում էր մի բան, որը միայն ինքն էր տեսնում։ Փոքրիկ մատները շարժվում էին օդում, կարծես հաշվում կամ հաշվարկում էր։ Ես կարող եմ լուծել, կրկնեց Սոֆին, այս անգամ նրա ձայնում մի հրատապություն կար, որը Մարինեն չէր կարողանում հասկանալ։ Սա ռեսուրսների բաշխման մասին է։ Հայրիկս է սա ինձ սովորեցրել։ Մեկ այլ տղամարդ բարձր ծիծաղեց։ Կարմիր բաճկոնով մի կին աչքերը տնկեց։ Ռոբերտ Թովմասյանը խաչեց ձեռքերը, գլուխը թեքեց, Սոֆիին դիտելով զայրույթի հիվանդագին հետաքրքրության խառնուրդով։ Մարինեն տեսնում էր, թե ինչ էր կատարվում նրա մտքում։ Տեսնում էր դաժանությունը, որը ձավորվում էր նախքան նրա բերանը բացելը։ Ձեր դոստրը, Ռոբերտը արամարանքով նայեց Մարինեին։ Տիկին, որքան ժամանակ եք այստեղ աշխատում։ 3 տարի, պարոն, Մարինեն հազիվ էր կարողանում խոսել։ Ձայնը դողում էր։ 3 տարի մաքրում եք մեր գրասենյակները, այդպես էլ չսովորեցիք ձեր դստերը հեռու պահել կարևոր հանդիպումներից, նա դադար տվեց, դաժան ժպիտ հայտնվեց նրա շուրթերին։ Բայց քանի որ նա այստեղ է, քանի որ նա ընդհատել է մի հանդիպում, որը վերաբերում է միլիոնավոր դրամների միջազգային փորձագետների, եկեք մի հնարավորություն տանք փոքրիկ հանճարին։ Մարինեն զգաց, որ արյունը սառչում է երակներում։ Ճանաչում էր այդ տոնը։ Դա այն մարդու տոնն էր, որը պատրաստվում էր առատաձեռնության քողի տակ սարսափելի բան անել։
Եթե ձեր դուստրը լուծի գրատախտակի խնդիրը, դուք ոչ միայն կպահպանեք ձեր աշխատանքը, այլ կստանաք պաշտոնի բարձրացում։ Կտանք ավելի լավ պայմանագիր, արժանապատիվ աշխատավարձով, Ռոբերտը մեկ այլ դադար տվեց, թույլ տալով, որ հույսը ձավորվի, նախքան այն ոչնչացնելը։ Բայց եթե նա ձախողվի, դուք անմիջապես կազատվեք աշխատանքից։ Եվ ես անձամբ կհոգամ, որ դուք այս ոլորտի ոչ մի ընկերությունում աշխատանք չգտնեք։ 24 ժամ կունենաք քաղաքը լքելու համար։ Սենյակում շշուկ տարածվեց։ Որոշ տնօրեններ անհարմար էին զգում։ Մյուսները հիվանդագին հետաքրքրությամբ դիտում էին, կարծես դիտում էին վթար, որը պատրաստվում էր տեղի ունենալ։ Մարինեն զգաց, որ արցունքները խեղդում են, բայց զսպեց դրանք։ Նայեց Սոֆիին, որը շարունակում էր դիտել գրատախտակը այդ անհավանական կենտրոնացմամբ։ Պարոն Թովմասյան, խնդրում եմ։ Նա ընդամենը 4 տարեկան է։ Նա չի կարող, Մարինեն փորձեց աղաչել, բայց ձայնը կտրվեց։ Այսինքն դուք ընդունում եք, որ միլիարդանոց հանդիպում եք ընդհատել մի երեխայի հետ, որը ոչնչով չի կարող օգնել, Ռոբերտը ժպտաց։ Ընտրությունը ձերն է, սիրելիս։ Կամ ձեր դուստրը փորձում է, կամ ես հիմա անվտանգության աշխատակիցներին եմ կանչում։ Սոֆին շրջվեց դեպի մայրը։ Այդ խորը շագանակագույն աչքերը հանգիստ էին, գրեթե անխռով։ Նա բռնեց Մարինեի ձեռքը մի ուժով, որն անհավանական էր թվում այդքան փոքր երեխայի համար։ Ամեն ինչ լավ է, մամ։ Հայրիկս է սա ինձ սովորեցրել։ Ես հիշում եմ։ Եվ նախքան Մարինեն կկարողանար որևէ բան ասել, նախքան կկարողանար վերցնել դստերն ու փախչել այդ սենյակից, նախքան կկարողանար կանխել այն, ինչ պատրաստվում էր տեղի ունենալ, Սոֆին բաց թողեց նրա ձեռքը, քայլեց դեպի սենյակի արջի մասը։ Սահեր մի կին նրան առաջարկեց թվային մարկեր։ Սոֆին վերցրեց այն, բարձրացավ աթոռի վրա, որպեսզի հասնի գրատախտակին, սկսեց գրել։ Նրա փոքրիկ ձեռքերը շարժվում էին ճշգրտությամբ։ Թվեր, խորհրդանիշներ, գծեր, որոնք միացնում էին հավասարումները։ Սենյակում բացարձակ լռություն էր։ Այլս ոչ ոք չէր ծիծաղում։ Բոլորը հիպնոսացած դիտում էին, թե ինչպես է 4-ամյա Բոբիկ պարզ զգեստով մի երեխա լրացնում գրատախտակը մի լուծումով, որն անհնարին էր թվում։ Հաջորդած 8 րոպեները կարծես կանգ առան ժամանակի մեջ։ Սոֆին մարկերը շարժում էր ճշգրիտ շարժումներով, ստեղծելով հաշվարկների մի հաջորդականություն, որը բնականորեն հոսում էր, կարծես նա պարզապես արտագրում էր մի բան, որն արդեն ամբողջությամբ գոյություն ուներ իր մտքում։ Մարինեն դիտում էր սենյակի կողքից, ձեռքերը սեղմած կրծքին, առանց կարողանալու նորմալ շնչել։ Ամեն անցնող վայրկյանը տանջանք էր։ Տեսնում էր, թե ինչպես են տնօրենները շշնջում իրար մեջ, ոմանք ճակատները կիտում, փորձելով հետել աղջկա տրամաբանությանը, մյուսները պարզապես դիտում էին անհավատ արտահայտություններով։ Ակնոցներով շիկահեր մազերով մի տղամարդ, որին ներկայացրել էին որպես Գերմանիայից ժամանած փորձագետ, ոտքի կանգնեց, մոտեցավ գրատախտակին։ Նրա աչքերը լայն բացվեցին։ Վերցրեց պլանշետը, սկսեց լուսանկարել լուծման յուրաքանչյուր մասը։ Ասիական արտաքինով մի կին, որին նկարագրել էին որպես միջազգային լոգիստիկայի խորհրդատու, ձեռքերով փակեց բերանը։ Նրա դեմքից գույնը գնացել էր։ Սոֆին իջավ աթոռից, երբ ավարտեց։ Մարկերը զգուշությամբ դրեց սեղանին, կարծես թանկարժեք բան լիներ, որը կարող էր կոտրվել։ Ձեռքերը սրբեց զգեստին, շրջվեց դեպի Ռոբերտ Թովմասյանը։ Նրա դեմքին հաղթանակի նշան չկար։ Միայն հոգնածություն, մի բան, որը նման էր 4-ամյա երեխայի համար չափազանց հին տխրության։ Վերջ, ասաց նա ցածր ձայնով։ Խնդիրը լուծված է։ Ռեսուրսների բաշխումը պետք է հաշվի առնի ոչ միայն հեռավորությունն ու քանակը, այլ յուրաքանչյուր ապրանքի փչանալու ժամանակը, յուրաքանչյուր կետի պահեստավորման իրական հնարավորությունը։ Հայրս միշտ ասում էր, որ մաթեմատիկան ծառայում է մարդկանց օգնելու, ոչ թե ուրիշներին տպավորելու համար։ Հաջորդած լռությունն այնքան խիտ էր, որ Մարինեն կարող էր լսել սեփական սրտի բաբախյունը։ Ռոբերտ Թովմասյանը նայում էր գրատախտակին, հետո Սոֆիին, հետո նորից գրատախտակին։ Նրա դեմքից անհետացել էր ծաղրական արտահայտությունը։ Դրա փոխարեն կար մի բան, որը նման էր ցնցումի, գուցե մի փոքր վախի։ Գերմանացի փորձագետն առաջինը խոսեց։ Նրա ձայնը դողում էր, արտահայտված հայերենով։ Սա ճիշտ է։ Նա օգտագործել է գրաֆների տեսության մի տարբերակ, զուգակցված դինամիկ ծրագրավորման հետ։ Լուծման նրբագեղությունը արտասովոր է, նա նայեց Սոֆիին, կարծես ուրվական տեսներ։
Ինչպես ես սա սովորել։ Հայրս է ինձ սովորեցրել, պարզապես պատասխանեց Սոֆին։ Նա դասախոս էր։ Ամեն գիշեր, քնելուց առաջ, ինձ սովորեցնում էր։ Ասում էր, որ թվերը պատմություններ են պատմում, որ յուրաքանչյուր հավասարում աշխարհը հասկանալու միջոց է։ Սենյակի խորքից կանացի ձայն լսվեց։ Դա կարմիր բաճկոնով կինն էր, որը րոպեներ առաջ աչքերն էր տնկել։ Քրիստինե Ավետիսյան անուն, որը Մարինեն մի քանի անգամ լսել էր։ Հզոր գործարար կին, խորհրդատվական ընկերությունների ցանցի սեփականատեր։ Նա ոտքի կանգնեց քայլեց դեպի Սոֆին, նրա բարձրակրունկները արձագանքում էին մարմարը։ Հատակին։ Հայրդ դասախոս էր, հարցրեց Քրիստինեն, կրանալով Սոֆիի հասակին։ Նրա ձայնում հիմա ինչ-որ տարբեր բան կար։ Ավելի մեղմ, գրեթե քնքուշ։ Ինչ էր նրա անունը։ Ռուբեն Մարտիրոսյան, պատասխանեց Սոֆին, Մարինեն զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց, լսելով այդ անունը։ Նա կիրառական մաթեմատիկա էր դասավանդում Երանի մետրոպոլիտեն համալսարանում։ Սենյակում շշուկ տարածվեց։ Որոշ տնօրեններ հայացքներ փոխանակեցին։ Ռոբերտ Թովմասյանը ճակատը կիտեց վերցրեց բջջայինը, արագ ինչ-որ բան հավաքելով։ Գերմանացի փորձագետն էլ ավելի էր գունատվել։ Ռուբեն Մարտիրոսյան, կրկնեց մոխրագույն բեղերով մի տարեց տղամարդ։ Ես ճանաչում եմ այդ անունը։ Նա այն դասախոսն էր, որը բացահայտեց անօրինություններ ազատվեց աշխատանքից կեղծ մեղադրանքներով, այո, ավարտեց Քրիստինեն, դեռ նայելով Սոֆիին։ Ես մի քանի տարի առաջ կարդացել էի այդ գործի մասին։ Նա պնդում էր, որ համալսարանը կեղծ դիպլոմներ է վաճառում յուրացնում կրթաթոշակների միջոցները։ Նրան հրապարակայնորեն զրպարտեցին, նա կորցրեց ամեն ինչ։ Նրանք ասում էին, որ նա վատ բաներ է արել, խոսեց Սոֆին, առաջին անգամ նրա ձայնը դողաց։ Բայց նա չի արել։ Նա ուղղակի ուզում էր, որ ուսանողները իսկական կրթություն ստանան։ Նա ուղղակի ուզում էր, որ ամեն ինչ արդար լինի։ Իսկ որտեղ է հիմա հայրդ, մեղմորեն հարցրեց Քրիստինեն։ Սոֆին հայացքը խոնարհեց դեպի իր բոբիկ ոտքերը։ Նրա ձեռքերը փոքրիկ բռունցքներ դարձան։ Նա գնաց, երբ ես շատ փոքր էի։ Մայրս ասաց, որ նա ստիպված էր գնալ մի նամակի պատճառով, որը ստացել էր։ Նա դուրս եկավ մի խնդիր լուծելու այլս չվերադարձավ, աղջիկը բարձրացրեց աչքերը, հիմա այնտեղ արցունքներ կային։ Բայց նա ինձ թողեց իր տետրերը։ Եվ ես ամեն օր կարդում եմ դրանք։ Կարծես նա դեռ ինձ սովորեցնում է։ Մարինեն այլս չկարողացավ զսպել իրեն։ Արագ քայլերով անցավ սենյակը գրկեց Սոֆիին, դստեր դեմքը թաքցնելով իր ուսին։ Արցունքները, որոնք նա զսպել էր, վերջապես թափվեցին, թրջելով հնամաշ համազգեստը։ Ամաչում էր այդ լացից, այդ թուլության դրսորումից բոլոր այդ կարևոր մարդկանց առաջ։ Բայց չէր կարողանում դադարել։ Ռոբերտ Թովմասյանը դրեց հեռախոսը։ Նրա դեմքին հիմա տարօրինակ արտահայտություն էր, կարծես ինչ-որ բան էր հաշվարկում։ Նա նայեց Մարինեին, հետո Սոֆիին մի քայլ հետ գնաց։ Դե ինչ, ասաց նա զուսպ, բայց առանց նախկին դաժան տոնի, կարծես թե անսովոր իրավիճակ ունենք։ Աղջիկը լուծեց խնդիրը։ Պետք է խոստովանեմ, որ տպավորված եմ։ Տպավորված, Քրիստինեն ոտքի կանգնեց, հիմա նրա ձայնում զայրույթ կար։ Ռոբերտ, այս երեխան 8 րոպեում արեց այն, ինչ միջազգային փորձագետների թիմը չկարողացավ անել 3 շաբաթում։ Եվ դու տպավորված ես։ Քրիստինե, ես չգիտեի, որ դու ոչինչ չգիտեիր, որովհետև չէիր ուզում իմանալ, Քրիստինեն շրջվեց դեպի մյուս տնօրենները։ Դուք ծիծաղեցիք։ Մենք բոլորս ծիծաղեցինք մի երեխայի վրա, որը արժեքավոր բան ուներ առաջարկելու։ Ծիծաղեցինք, որովհետև նա մաքրուհու դուստր է։ Ծիծաղեցինք, որովհետև նա բոբիկ էր պարզ զգեստով, նա դադար տվեց, նրա ձայնը դարձավ ավելի ցածր, ավելի ծանր։ Ես նույնպես համեստ ծագում ունեմ։ Մայրս ամբողջ կյանքում տնային աշխատող է եղել։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում լինել անտեսանելի։ Գիտեմ, թե ինչ է նշանակում ունենալ գիտելիք չունենալ ձայն։ Ռոբերտը բերանը բացեց պատասխանելու, բայց Քրիստինեն բարձրացրեց ձեռքը, լռեցնելով նրան։ Մարինե, այդպես չէ։ Ձեր անունը, նա շրջվեց դեպի Մարինեն, որը միայն կարողացավ գլխով անել։ Դուք այստեղից ազատված եք։ Բայց ոչ թե որովհետև ձեր դուստրը ձախողվեց։ Դուք ազատված եք, որովհետև ես ձեզ աշխատանքի եմ ընդունում։
Ինձ պետք է մեկը, որը կղեկավարի մատակարարների հետ հարաբերությունների բաժինը իմ ընկերությունում։ Աշխատավարձը 4 անգամ ավելի բարձր է, քան այն, ինչ դուք այստեղ ստանում եք։ Եվ Սոֆին կստանա լավագույն կրթական ծրագիրը, որը ես կարող եմ առաջարկել։ Մարինեն չէր կարողանում ընկալել այն, ինչ լսում էր։ Նայեց Քրիստինեին, հետո Սոֆիին, հետո նորից Քրիստինեին։ Սա պետք է երազ լիներ։ Կամ դաժան կատակ։ Ես չեմ հասկանում, շշնջաց Մարինեն։ Պետք չէ հիմա հասկանալ։ Պարզապես ընդունեք, Քրիստինեն գրպանից հանեց այցեքարտ մեկնեց Մարինեին։ Երկուշաբթի, առավոտյան ժամը 9-ին։ Սա հասցեն է։ Բայց Սոֆին, որը լուռ էր մնացել խոսակցության ընթացքում, պոկվեց մոր գրկից մի քայլ առաջ արեց։ Նա ուղիղ նայեց Ռոբերտ Թովմասյանին։ Ես ձեզանից ոչինչ չեմ ուզում, ասաց նա պարզ ձայնով։ Դուք խաղադրույք եք կատարել մորս կյանքի վրա։ Դուք մտածեցիք, որ զվարճալի կլինի տեսնել, թե ինչպես ենք մենք տառապում։ Ես նման մարդուց պարկ չեմ ուզում։ Մեկնաբանությունը ռումբի պես ընկավ սենյակի վրա։ Որոշ տնօրեններ ամոթահար հայացքները խոնարհեցին։ Գերմանացի փորձագետը դանդաղ գլխով արեց, մռայլ արտահայտությամբ։ Ռոբերտ Թովմասյանը կարմրեց, բայց նախքան կկարողանար պատասխանել, սենյակի դուռը կտրուկ բացվեց։ Ներս մտավ մի երիտասարդ, ջինսետ աբատով անթերի սպիտակ վերնաշապիկով։ Նա մոտ 25 տարեկան կլիներ, մուգ մազերը հետ սանրված, քառակուսի ծնոտ աչքեր, որոնք ունեին Ռոբերտ Թովմասյանի աչքերի նույն սառնությունը։ Մարինեն նրան ճանաչեց գրասենյակում շրջանառվող լուսանկարներից։ Տիգրան Թովմասյան, նախագահի որդին։ Նա սովորել էր եվրոպական համալսարաններում մի քանի ամիս առաջ վերադարձել էր Հայաստան, ընկերությունում ղեկավար պաշտոններ ստանձնելու համար։ Ինչ է կատարվում այստեղ, հարցրեց Տիգրանը, շուրջը նայելով։ Նրա հայացքը կանգ առավ թվային գրատախտակի, հետո Սոֆիի վրա։ Ինչ-որ մեկը լուծել է բաշխման խնդիրը։ Մաքրուհու դուստրը, պատասխանեց տնօրեններից մեկը, նրա ձայնում վատ թաքցրած սարկազմ կար։ Տիգրանը քայլեց դեպի գրատախտակը։ Լուր կարդաց լուծումը, աչքերը արագ շարժվում էին։ Հանեց հեռախոսը, սկսեց ստուգել հավասարման յուրաքանչյուր մասը, օգտագործելով ինչ-որ հավելված։ 2 րոպե անց դրեց սարքը, շրջվեց դեպի Սոֆին։ Դու ես սա արել, նրա ձայնում անհավատություն կար։ Սոֆին պարզապես գլխով արեց։ Հետաքրքիր է, ասաց Տիգրանը, բայց նրա ձայնում հիացմունք չկար։ Մարտահրավեր կար։ Շատ հետաքրքիր է, որ 4-ամյա երեխան կարողանում է լուծել մի խնդիր, որը փակուղու մեջ է գցել դոկտորական աստիճան ունեցող մի ամբողջ թիմի։ Նույնիսկ հարմար է։ Տիգրան, ինչ ես ակնարկում, հարցրեց Քրիստինեն նախազգուշացնող տոնով։ Ոչինչ չեմ ակնարկում։ Պարզապես ասում եմ, որ հեշտ կլիներ անգիր անել պատրաստի լուծումը, Տիգրանը խաչեց ձեռքերը։ Ցանկացած մեկը կարող է կրկնել այն, ինչ իրեն սովորեցրել են։ Նա ոչինչ անգիր չի արել, միջամտեց գերմանացի փորձագետը։ Լուծումն ունի օրիգինալ տարբերակներ։ Նա խնդիրը ստեղծագործաբար է հարմարեցրել։ Այդ դեպքում խնդիր չի ունենա մեկ ուրիշը լուծել, հակադարձեց Տիգրանը։ Նա քայլեց դեպի պահարանը, բացեց դարակը, հանեց պլանշետ։ Արագ ինչ-որ բան հավաքեց սարքը, միացրեց թվային գրատախտակին։ Էկրանին հայտնվեց նոր հավասարում։ Այն տեսանելիորեն ավելի բարդ էր, քան նախորդը, լի խորհրդանիշներով, փոփոխականներով, որոնք կարծես մաթեմատիկական լաբիրինթոս էին կազմում։ Այս խնդիրը ստեղծվել է արհեստական բանականության կողմից, հատուկ մարդկային լուծման կարողությունների սահմանները ստուգելու համար։ Եթե դու իրոք գիտես, թե ինչ ես անում, կկարողանաս լուծել այն։ Մարինեն զգաց, որ արյունը սառչում է։ Նայեց Տիգրանին, նրա մեջ տեսավ նույն արամարանքը, որը տեսել էր հոր մոտ։ Բայց այնտեղ ավելին կար։ Նախանձ կար։ Զայրույթ կար մեկի հանդեպ, որը չէր կարողանում հանդուրժել, որ իրեն գերազանցի մեկը, ում նա ստորադաս էր համարում։ Իսկ եթե չլուծի, հարցրեց Քրիստինեն ցածր վտանգավոր ձայնով։ Եթե չլուծի, ապա կապացուցվի, որ առաջին լուծումը բախտի բերում էր կամ խարդախություն։ Եվ որ դուք բոլորդ խաբվել եք էժանագին թատրոնով, Տիգրանը ժպտաց, բայց դա սառը ժպիտ էր։ Եվ այդ դեպքում կարծում եմ արդար կլինի, որ մայր ու աղջիկ լուր հեռանան այստեղից, առանց ընդունելու աշխատանքի առաջարկներ կամ անարժան պարտքներ։ Սոֆին նայեց գրատախտակի նոր խնդրին։
Նրա ձեռքերը թեթակի դողում էին։ Նա շրջվեց դեպի Մարինեն, այդ հայացքում վախ կար։ Իրական վախ։ Առաջին անգամ սենյակ մտնելուց ի վեր Սոֆին պարզապես վախեցած երեխա էր թվում։ Բայց հետո նրա աչքերը շարժվեցին դեպի պլանշետը, որը Տիգրանը բռնել էր։ Դեպի Armvision ընկերության խորհրդանիշը էկրանին։ Եվ ինչ-որ բան փոխվեց նրա արտահայտության մեջ։ Մի բան, որը Մարինեն չէր կարողանում բացահայտել, բայց որը ստիպեց նրան սարսուռ զգալ։ Ես համաձայն եմ, ասաց Սոֆին ցածր, բայց հաստատուն ձայնով։ Բայց եթե լուծեմ, ուզում եմ, որ դուք ներողություն խնդրեք։ Ոչ թե ինձանից։ Ձեր հորից։ Տիգրանը հոնքը բարձրացրեց։ Մի պահ նա շփոթված թվաց։ Բայց հետո ժպիտը վերադարձավ ավելի դաժան։ Պայմանավորվեցինք, նա մարկերը մեկնեց Սոֆիին։ Ցույց տուր մեզ քո հանճարը։ Եվ մինչ Սոֆին նորից բարձրանում էր աթոռի վրա, մինչ նրա փոքրիկ մատները չափազանց ամուր սեղմում էին մարկերը, մինչ Մարինեն զգում էր, որ աշխարհը պտտվում է իր շուրջը, միակ վստահությունը սուր դանակի պես խոցեց նրա միտքը, այս ամենը լավ չէր ավարտվելու։ Սոֆին գրեթե մի ամբողջ րոպե անշարժ կանգնած էր գրատախտակի առջ։ Նրա աչքերը սահում էին հավասարման վրայով, Մարինեն տեսնում էր, թե ինչպես են դստեր շուրթերը լուր շարժվում, կարծես խոսում էր մեկի հետ, ում միայն ինքն էր տեսնում։ Գուցե խոսում էր Ռուբենի հետ։ Գուցե հիշում էր այն գիշերները, երբ նա խնդիրներ էր նկարում վարձով սենյակի հատակին, դպրոցից գողացված կավիճով։ Հետո, հանկարծակի շարժումով, Սոֆին սկսեց գրել։ Այս անգամ այլ կերպ էր։ Նա չէր հոսում նույն վստահությամբ, ինչպես առաջ։ Կանգ էր առնում, ջնջում, վերանայում։ Նրա հոնքերը խորը կենտրոնացումից կիտվել էին։ Մարկերը թեթակի դողում էր նրա ձեռքում։ Մարինեն տեսնում էր, թե ինչպես է քրտինքը գոյանում աղջկա ճակատին, տեսնում էր, թե ինչպես են նրա փոքրիկ ուսերը չափազանց լարված 4-ամյա երեխայի համար։ Անցավ 20 րոպե։ Հետո 25։ Սենյակը մնում էր բացարձակ լռության մեջ, բայց դա այլ լռություն էր հիմա։ Դա այլս ծաղրի կամ հիվանդագին հետաքրքրության լռությունը չէր։ Դա այն մարդկանց լռությունն էր, որոնք դիտում էին մի բան, որը չէին կարողանում լիովին հասկանալ։ Գերմանացի փորձագետը նստել էր սեղանի եզրին, աչքերը հառած Սոֆիի յուրաքանչյուր շարժմանը։ Քրիստինե Ավետիսյանը ձեռքերը միահյուսել էր, մատների հոդերը սպիտակել էին ճնշումից։ Նույնիսկ Ռոբերտ Թովմասյանը կարծես մոռացել էր անտարբեր ձանալ։ Տիգրանը, սակայն, դիտում էր շուրթերի անկյունում թաքնված ժպիտով։ Ժամանակ առ ժամանակ ստուգում էր դաստակի ժամացույցը։ Նա սպասում էր։ Սպասում էր այն պահին, երբ Սոֆին կսխալվեր, այն պահին, երբ կապացուցվեր, որ առաջին լուծումը բախտի բերում էր կամ խարդախություն։ Մարինեն այդ պահին ատում էր նրան։ Ատում էր մի ինտենսիվությամբ, որը վախեցնում էր իրեն։ 32 րոպե անց Սոֆին դադարեց գրել։ Մարկերը դրեց սեղանին նույն նրբությամբ, ինչպես առաջ։ Իջավ աթոռից, ձեռքերը սրբեց զգեստին շրջվեց դեպի Տիգրանը։ Նրա աչքերը կարմրել էին, հոգնած։ Այդ հայացքում մի կոտրված բան կար, որը ստիպեց Մարինեի սիրտը սեղմվել։ Ավարտեցի, ասաց Սոֆին խռպոտ ձայնով, այդքան կենտրոնացումից։ Տիգրանը ոտքի կանգնեց, քայլեց դեպի գրատախտակը։ Նորից վերցրեց պլանշետը, սկսեց ստուգել լուծումը։ Այս անգամ ավելի երկար տեց։ Նրա մատները սահում էին էկրանով, համեմատում հավասարումները, ստուգում յուրաքանչյուր քայլը։ Ժպիտը աստիճանաբար անհետանում էր նրա դեմքից։ Սկզբում նա լրջացավ։ Հետո շփոթվեց։ Եվ վերջապես, մի բան, որը նման էր ցավի, անցավ նրա դեմքով։ Նա իջեցրեց պլանշետը։ Նայեց Սոֆիին։ Հետո հորը։ Հետո նորից Սոֆիին։ Ճիշտ է, բառերը դժվարությամբ դուրս եկան, կարծես յուրաքանչյուր վանք ցավեցնում էր։ Դու իրոք դա արեցիր։ Դու լուծեցիր միայնակ։ Ոչ միայնակ, պատասխանեց Սոֆին, նրա ձայնն առաջին անգամ դողաց։ Հայրս է ինձ սովորեցրել։ Այն ամենը, ինչ ես գիտեմ, նա է ինձ տվել։ Եվ նա այստեղ չէ, որ տեսնի, թե արժեր։ Նա այստեղ չէ, որովհետև ձեր հոր նման մարդիկ որոշեցին, որ նա կարոր չէ։ Տիգրանը լուռ մնաց։ Այդ պահին նրա դեմքին ինչ-որ բան տեղի ունեցավ։ Պաշտպանական պատերը փլուզվեցին։ Գոռոզությունը լուծվեց։
Եվ այն, ինչ մնաց, պարզապես մի երիտասարդ էր, որը հանկարծակի հոգնած ու կորած էր թվում։ Դու ճիշտ ես, ասաց նա, բոլորի զարմանքի համար, նրա աչքերը սկսեցին արցունքակալել։ Աստված իմ, դու ճիշտ ես։ Ես տարիներ շարունակ փորձում էի ապացուցել, որ ավելի լավն եմ, քան հայրս։ Փորձում էի լինել ավելի սառը, ավելի խելացի, ավելի անողոք։ Եվ այդ ընթացքում դարձա ճիշտ նրա նման, Տիգրանը շրջվեց դեպի Ռոբերտը։ Հայրիկ, ես պետք է ներողություն խնդրեմ։ Ոչ միայն հիմա։ Ամեն ինչի համար։ Որ հեռացա քեզանից, որովհետև կարծում էի, թե դու թույլ ես, երբ որևէ բարություն էիր ցուցաբերում։ Որ մեր ընկերությունը վերածեցի մարտադաշտի։ Ռոբերտ Թովմասյանը նույնքան ցնցված էր, որքան մյուսները։ Բերանը բացեց, փակեց, նորից բացեց։ Վերջապես, պարզապես գլխով արեց, անկարող լինելով բառեր կազմել։ Բայց պահը ընդհատվեց մի ձայնով, որը մինչ այդ ոչ ոք չէր նկատել։ Տեսանկարահանման դադարեցման ձայնով։ Ավելի երիտասարդ տնօրեններից մեկը, մոխրագույն կոստյումով մի տղամարդ, որը լուռ էր մնացել ամբողջ հանդիպման ընթացքում, բջջայինը դնում էր գրպանը։ Նրա աչքերը մի ակնթարթ հանդիպեցին Մարինեի աչքերին, այդ հայացքում մի մեղավոր բան կար։ Մի բան, որը ստիպեց նրան ստամոքսում սառնություն զգալ։ Կարծում եմ, այսօրվա համար բավական է հուզմունքը, ասաց Քրիստինեն, կոտրելով տիրող ծանր լռությունը։ Մարինե, Սոֆի, ինչու տուն չեք գնում հանգստանալու։ Երկու շաբթի։ Հանգիստ կխոսենք ամեն ինչի մասին։ Մարինեն միայն կարողացավ գլխով անել։ Բռնեց Սոֆիի ձեռքից, նրանք լուռ դուրս եկան սենյակից։ Ոչ ոք նրանց չկանգնեցրեց։ Ոչ ոք այլս ոչինչ չասաց։ Նրանք քայլեցին դատարկ միջանցքով, մտան ծառայողական վերելակ, միայն երբ դռները փակվեցին, Սոֆին սկսեց լաց լինել։ Դա բարձր կամ դրամատիկ լաց չէր։ Դա լուռ ու խորը լաց էր մեկի, որը չափազանց երկար էր զսպել իրեն։ Ես այնքան էի վախենում, մամ, հեկեկում էր Սոֆին։ Մտածում էի, որ կսխալվեմ։ Մտածում էի, որ իմ պատճառով կկորցնես աշխատանքդ։ Դու չսխալվեցիր, սիրելիս։ Դու անհավանական էիր, Մարինեն գրկեց դստերը, զգալով, թե ինչպես են իր սեփական արցունքները թափվում։ Հայրդ այնքան կհպարտանար քեզնով։ Նրանք տուն վերադարձան ավտոբուսով, ինչպես միշտ։ Մալաթիա Սեբաստիայի փոքրիկ բնակարանը երբեք այսքան հարմարավետ չէր թվացել։ Մարինեն պարզ ընթրիք պատրաստեց, կարտոֆիլով ձվածեղ։ Սոֆին լուռ կերավ, դեռ մարսելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Հետո երկուսով պառկեցին իրենց ընդհանուր մահճակալին, Մարինեն երգեց այն նույն օրորոցայինը, որը Ռուբենն էր երգում, երբ Սոֆին նորածին էր։ Գիշերն անցավ հանգիստ։ Երկար ժամանակ անց առաջին անգամ Մարինեն քնեց, չանհանգստանալով հաջորդ օրվա մասին։ Նրան նոր աշխատանք էր սպասում։ Հույս ուներ։ Բայց հույսը տեց միայն մինչ շաբաթ առավոտ։ Մարինեն արթնացավ անդադար թրթռացող հեռախոսի ձայնից։ Անծանոթ համարներից հաղորդագրությունները սկսեցին հեղեղել նրա էկրանը։ Զանգեր մարդկանցից, որոնց նա չէր ճանաչում։ Շփոթված դեռ քնաթաթախ, նա բացեց հաղորդագրություններից մեկը։ Դա տեսանյութի հղում էր։ Դողացող ձեռքերով սեղմեց։ Տեսանյութը ցույց էր տալիս Սոֆիին նիստերի դահլիճում։ Բայց ինչ-որ բան այն չէր։ Շատ այն չէր։ Մոնտաժը շահարկված էր։ Այն պահերը, երբ նա տատանվում էր, կտրված էին։ Այն անգամները, երբ կանգ էր առնում մտածելու, անհետացել էին։ Այն, ինչ մնացել էր, մի հաջորդականություն էր, որը ստիպում էր թվալ, թե Սոֆին պարզապես ինչ-որ բան է արտագրում, կրկնում մեխանիկորեն գոռոզաբար։ Ավելացված երաժշտությունը դրամատիկ չարագուշակ էր։ Տեսանյութի վերնագիրն ասում էր. 4-ամյա երեխան լուծում է մաթեմատիկական խնդիր։ Խարդախություն, թե թատրոն։ Մարինեն զգաց, որ հատակը փախչում է ոտքերի տակից։ Ոլորեց էկրանը, կարդալով մեկնաբանությունները։ Հարյուրավոր էին։ Հազարավոր։ Սա ակնհայտորեն բեմադրված է։ Ինչ-որ մեկը սովորեցրել է նրան անգիր անել։ Մայրն օգտագործում է դստերը, աշխատանք ստանալու համար։ Ինչ ամոթ։ Երեխաները նման մակարդակի խնդիրներ չեն լուծում։ Ամեն ինչ կեղծ է։ Ինչու ոչ ոք չի հարցնում, թե ինչպես կարող էր մաքրուհին նման կրթություն ապահովել դստեր համար։
Տեսանյութը տասնյակ հազարավոր դիտումներ ուներ և աճում էր։ Մարինեն ստուգեց մյուս սոցիալական ցանցերը։ Ամենուր էր։ Լրատվական կայքերը վերցրել էին պատմությունը։ Վերնագրերը կասկած ու մեղադրանք էին գոռում։ Հրաշամանուկ, թե՞ մշակված խաբեություն։ Տեխնոլոգիական ընկերությունը հետաքննում է գործը։ 4-ամյա աղջիկը սկանդալի պատճառ է դարձել, լուծելով բարդ մաթեմատիկական հավասարում։ Փորձագետները կասկածի տակ են դնում վիրուսային տեսանյութի իսկությունը։ Սոֆին արթնացավ, գտավ մորը նստած հյուրասենյակի հատակին, հեռախոսը ընկած կողքին, արցունքները հոսում էին դեմքով։ Աղջիկը դանդաղ մոտեցավ, վերցրեց սարքը, կարդաց հաղորդագրություններից մի քանիսը։ Նրա դեմքը, որը նախորդ գիշեր վերջապես թուլացել էր, նորից լարվեց ու վախեցավ։ Մամ, ինչու են մարդիկ այսպիսի բաներ ասում։ Սոֆիի ձայնը փոքր ու կոտրված էր։ Ես չեմ ստել։ Ես իրոք լուծեցի։ Դու տեսար ինձ։ Գիտեմ, սիրելիս։ Գիտեմ, Մարինեն դստերը քաշեց իր գիրկը։ Բայց մարդիկ միշտ չէ, որ ուզում են տեսնել ճշմարտությունը։ Հեռախոսը զանգեց։ Անծանոթ համար էր։ Մարինեն տատանվեց, բայց պատասխանեց։ Մյուս կողմից մի կնոջ ձայն էր, որը ներկայացավ որպես մի մեծ լրատվական պորտալի լրագրող։ Տիկին Մարինե Վարդանյա՞ն։ Կցանկանայինք հարցազրույց վերցնել ձեր դստեր տեսանյութի մասին։ Մի քանի հարց ունենք, թե ինչպես է նա իրականում կարողացել լուծել այդ խնդիրը։ Արտաքին օգնություն եղել է։ Ինչ-որ մեկը նրան հատուկ մարզել է այդ իրավիճակի համար։ Ոչ, պատասխանեց Մարինեն, ձայնը սպասվածից ավելի կոշտ հնչեց։ Դուստրս լուծել է միայնակ։ Եվ ես ոչ մի հարցազրույց չեմ տալու։ Նա անջատեց։ Բայց հեռախոսը անմիջապես նորից զանգեց։ Մեկ այլ լրագրող։ Եվ մեկ ուրիշը։ Եվ մեկ ուրիշը։ Մարինեն անջատեց սարքը։ Բայց հետո սկսվեցին դռան թակոցները։ Նա մոտեցավ դռան աչքին, միջանցքում տեսավ 3 մարդու, տեսախցիկներով, խոսափողներով։ Լրագրողներ։ Պարզել էին, թե որտեղ է նա ապրում։ Տիկին Մարինե, մենք ուղղակի ուզում ենք լսել ձեր կողմի պատմությունը, դռան մյուս կողմից գոռաց կանացի ձայն։ Մարդիկ արժանի են իմանալու ճշմարտությունը։ Սոֆին կծկվեց բազմոցին, գրկելով ծնկները։ Մարինեն փակեց բոլոր վարագույրները, կողպեց դուռը, վերադարձավ դստեր մոտ։ Նրանք մնացին այնտեղ, գրկախառնված, մինչ դռան թակոցները շարունակվում էին։ Մինչ անջատված հեռախոսը հաղորդագրություններ էր կուտակում։ Մինչ դրսի աշխարհը որոշում էր, որ նրանք ստախոսներ են, պատեհապաշտներ, խարդախներ։ Եվ քաղաքի ինչ-որ մի անկյունում, մի գրասենյակում, որը Մարինեն նույնիսկ չէր ճանաչում, ինչ-որ մեկը բավարարված ժպիտով հետում էր քաոսի զարգացմանը։ Մեկը, որը շատ բան ուներ կորցնելու, եթե Ռուբեն Մարտիրոսյանի մասին ճշմարտությունը բացահայտվեր։ Մեկը, որը տարիներ առաջ ուղարկել էր այն նամակը։ Մեկը, որը չէր կարող թույլ տալ, որ 4-ամյա աղջիկը այնքան հայտնի դառնա, որ մարդիկ սկսեն հարցեր տալ նրա հոր մասին։ Մարինեի հեռախոսը վերջին անգամ թրթռաց, նախքան մարտկոցը նստելը։ Դա հաղորդագրություն էր արգելափակված համարից։ Ընդամենը մեկ նախադասություն։ Սա դադարեցնելու միջոց կա։ Զանգիր այս համարին, եթե ուզում ես պաշտպանել դստեր։ Մարինեն չզանգեց այդ համարին։ Հեռախոսը նետեց դարակը, հանգստյան օրերն անցկացրեց բնակարանում փակված Սոֆիի հետ։ Դռան թակոցները վերջիվերջո դադարեցին, բայց նա գիտեր, որ լրագրողները դեռ դրսում են, սպասում են։ Կարող էր զգալ նրանց։ Կիրակին անցավ ծանր լռության մեջ, Սոֆին հոր տետրերում հավասարումներ էր նկարում, իսկ Մարինեն փորձում էր հասկանալ, թե ինչպես պաշտպանել դստերը մի աշխարհից, որը որոշել էր ոչնչացնել նրանց։ Երկուշաբթի առավոտյան Մարինեն արթնացավ վճռական տրամադրված։ Գնալու էր Քրիստինե Ավետիսյանի գրասենյակ։ Կվերցներ աշխատանքը, եթե այն դեռ հասանելի լիներ։ Ցույց կտար բոլորին, որ թաքցնելու ոչինչ չունի։ Հագավ իր լավագույն հագուստը, զգուշությամբ սանրեց Սոֆիի մազերը, նրանք դուրս եկան շենքի հետի մուտքից, խուսափելով գլխավոր մուտքից, որտեղ դեռ մի քանի մարդ կար տեսախցիկներով։ Քրիստինեի գրասենյակը կենտրոնում էր, ժամանակակից, բայց ոչ ցուցադրական շենքում։ Երբ Մարինեն հասավ ընդունարան, ակնոցներով մի կին անմիջապես ճանաչեց նրան։
Տիկին Վարդանյան, հարցրեց ընդունարանի աշխատակցուհին, նրա ձայնում զգուշավորություն կար։ Հանդիպում նշանակված ունեք։ Քրիստինե Ավետիսյանը խնդրել էր, որ այսօր գամ, ժամը 9-ին։ Ընդունարանի աշխատակցուհին անհարմար հայացքով նայեց մյուս աշխատակցուհուն։ Վերցրեց հեռախոսը, հավաքեց ներքին համար ցածր խոսեց։ Հետո անջատեց, ստիպված ժպտաց։ Տիկին Քրիստինեն խնդրում է մի քանի րոպե սպասել։ Կարող եք նստել այնտեղ, խնդրեմ։ Մարինեն Սոֆիի հետ նստեց ընդունարանի բազմոցին։ Անցավ 5 րոպե։ Հետո 10։ Հետո 20։ Այլ մարդիկ գալիս էին, հայտարարվում անմիջապես բարձրանում վեր։ Բայց նրանք շարունակում էին այնտեղ սպասել։ Սոֆին նկատում էր։ Մարինեն դստեր աչքերում տեսնում էր, որ նա հասկանում է, թե ինչ է կատարվում։ 40 րոպե անց Քրիստինեն վերջապես հայտնվեց։ Բայց միայնակ չէր։ Նրան ուղեկցում էին մոխրագույն կոստյումով, մռայլ մի տղամարդ փաստաթղթերի թղթապանակով մի տարեց կին։ Քրիստինեի դեմքը լարված էր, հոգնած։ Չուներ այն ջերմությունը, որը ցուցաբերել էր հինգշաբթի օրը։ Մարինե, կարող ենք առանձին խոսել, հարցրեց Քրիստինեն, խուսափելով Սոֆիին նայելուց։ Նրանք մտան մի փոքր նիստերի դահլիճ։ Սոֆին մնաց ընդունարանում, նստած միայնակ, ջոջելով ոտքերը, որոնք չէին հասնում հատակին։ Մարինեն նստեց սեղանի մոտ, սիրտը չափազանց արագ բաբախում էր։ Մարինե, ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ, սկսեց Քրիստինեն, արդեն առաջին բառերից Մարինեն իմացավ, թե ինչ էր սպասվում։ Իրավիճակը փոխվել է։ Ձեր դստեր տեսանյութը իմիջային խնդիր է առաջացրել։ Իմ գործընկերները անհանգստացած են։ Մենք ունենք պահպանողական հաճախորդներ, ընկերություններ, որոնք գնահատում են կայունությունն ու զսպվածությունը։ Մեր բրենդը հանրային սկանդալի հետ կապելը կլիներ, ինչ կլիներ, ընդհատեց Մարինեն, զայրույթը, որը զսպել էր ամբողջ հանգստյան օրերին, վերջապես ձայն գտավ։ Կլիներ ընդունել, որ աղքատ երեխան կարող է խելացի լինել։ Կլիներ խոստովանել, որ հանճար կա այնպիսի վայրերում, որոնց դուք նույնիսկ չեք նայում։ Դա չէ, հոգոց հանեց Քրիստինեն։ Մարինե, ես հավատում եմ ձեզ։ Ես իրոք հավատում եմ։ Բայց բիզնեսը բիզնես է։ Ես պարտականություններ ունեմ։ Իմ գործընկերները դեմ քվեարկեցին ձեր աշխատանքի ընդունմանը։ Ես չեմ կարող դեմ գնալ խորհրդի որոշմանը։ Մոխրագույն կոստյումով տղամարդը, որը մինչ այդ լուռ էր մնացել, կոկորդը մաքրեց։ Բացի այդ, տիկին Վարդանյան, կան իրավական հարցեր։ Արմվիժնը դիտարկում է ձեր դստերը զրպարտության խարդախության համար դատի տալու հնարավորությունը։ Նրանք ասում են, որ տեսանյութը բեմադրվել է ընկերությունից շորթում կատարելու նպատակով։ Այս պահին ձեզ հետ կապվելը չափազանց վնասակար կլինի մեզ համար։ Մարինեն զգաց, կարծես ստամոքսին հարված ստացավ։ Ոտքի կանգնեց, ոտքերը դողում էին։ Շորթում։ Իմ դստերը հրապարակայնորեն նվաստացրել են։ Մեզ սպառնացել են։ Եվ հիմա դուք նրանց կողմից եք։ Մենք ոչ մեկի կողմից չենք, ասաց տարեց կինը, բացելով թղթապանակը։ Մենք պարզապես իրատես ենք։ Եվ կա մի առաջարկ, որը կարող է լուծել այս խնդիրը բոլորի համար։ Արմվիժնը պատրաստ է զգալի գումար վճարել, որպեսզի դուք ստորագրեք գաղտնիության համաձայնագիր։ Դուք այլս երբեք չեք խոսի տեղի ունեցածի մասին, երբեք թույլ չեք տա, որ ձեր դուստրը հրապարակայնորեն բացահայտվի, դրա դիմաց կստանաք բավականաչափ գումար, այլ տեղում նոր կյանք սկսելու համար։ Միգուցե մեկ այլ քաղաքում։ Դուք ուզում եք, որ ես անհետանամ, ասաց Մարինեն, ձայնը ցածր ու կոտրված էր։ Մենք ուզում ենք, որ դուք պաշտպանեք ձեր դստերը, պատասխանեց Քրիստինեն, բայց չէր կարողանում նայել Մարինեի աչքերին։ Լավ մտածեք։ Որքան ժամանակ կպահանջվի, մինչ սա ամբողջությամբ կործանի նրա կյանքը։ Որքան ժամանակ, մինչ Սոֆին այլս չկարողանա փողոցում քայլել, դպրոց գնալ, նորմալ մանկություն ունենալ։ Փողը կարող է ձեզ նոր սկիզբ տալ։ Հեռու ուշադրության կենտրոնից։ Հեռու ատելությունից։ Մարինեն դուրս եկավ սենյակից, առանց պատասխանելու։ Բռնեց Սոֆիի ձեռքից, նրանք լուռ լքեցին շենքը։ Միայն երբ փողոցում էին, Մարինեն նկատեց, որ լաց է լինում։ Լաց էր լինում զայրույթից, հիասթափությունից, անզորությունից։ Սոֆին ամուր սեղմեց նրա ձեռքը։ Մամ, ես չեմ ուզում գնալ։ Դա մեր մեղքը չէր։ Գիտեմ, սիրելիս։ Գիտեմ։
Նրանք քայլում էին առանց որոշակի ուղղության, փորձելով մարսել տեղի ունեցածը։ Մարինեն այլևս չգիտեր, թե ինչ անել։ Գուցե փողն ընդունելն իրոք լավագույն տարբերակն էր։ Գուցե փախչելը Սոֆիին պաշտպանելու միակ միջոցն էր։ Հենց այդ պահին մի տղամարդ մոտեցավ նրանց մայթին։ Նա մոտ 40 տարեկան էր, խառնված մազերով, մաշված կաշվե բաճկոնով վզից կախված տեսախցիկով։ Մարինեն բնազդաբար Սոֆիին հետ քաշեց, պատրաստ լինելով ինչ-որ պատեհապաշտ լրագրողի հերթական հարձակմանը։ «Տիկին Վարդանյան, խնդրում եմ, սպասեք», ասաց տղամարդը, ձեռքերը խաղաղության նշանով բարձրացրած։ «Իմ անունը Դավիթ Ստեփանյան է։ Ես հետաքննող լրագրող եմ, աշխատում եմ անկախ։ Եվ ես ճանաչել եմ Ռուբեն Մարտիրոսյանին»։ Անունը ստիպեց Մարինեին կանգ առնել։ Նա շրջվեց, կասկածանքով դիտելով տղամարդուն։ Բոլորը ճանաչում էին Ռուբենին, երբ նրան ոչնչացրին։ «Ես այլևս ոչ մի լրագրողի հետ չեմ ուզում խոսել։ Ես նրա ուսանողն եմ եղել», ասաց Դավիթը, նրա ձայնում հրատապություն կար։ «2 առարկա եմ անցել պրոֆեսոր Ռուբենի հետ Մետրոպոլիտեն համալսարանում։ Նա լավագույն դասախոսն էր, որ երբեք ունեցել եմ։ Երբ տեսա ձեր դստեր տեսանյութը, երբ տեսաք, թե ինչպես են ձեզ հետ վարվում, իմացա, որ պետք է հետաքննեմ։ Որովհետև այն, ինչ արեցին պրոֆեսոր Ռուբենի հետ, նույնն էր։ Ոչնչացրի նրա հեղինակությունը, նախքան որևէ մեկը կկարողանար լսել, թե ինչ ուներ նա ասելու»։ «Իսկ ինչ եք ուզում», հարցրեց Մարինեն, դեռ պաշտպանական դիրքում։ «Ուզում եմ պատմել ճշմարտությունը։ Իրական պատմությունը», Դավիթը ուսապարկից հանեց թղթապանակ։ «Ամբողջ հանգստյան օրերին հետաքննություն եմ արել։ Խոսել եմ պրոֆեսոր Ռուբենի նախկին գործընկերների, համալսարանի աշխատակիցների, մարդկանց հետ, որոնք այնտեղ էին, երբ նրան ազատեցին աշխատանքից։ Եվ այս պատմության մեջ մի շատ սխալ բան կա։ Մի բան, որը կապում է համալսարանը Արմվիժնիի հետ»։ Մարինեն նայեց թղթապանակին, հետո Դավիթին։ Նրա աչքերում մի անկեղծ բան կար։ Մի բան, որը նա չէր տեսել ոչ մեկի մոտ վերջին օրերին։ «Ապացույցներ ունեք»։ «Ապացույցների սկիզբն ունեմ։ Բայց ինձ ձեր օգնությունն է պետք։ Պետք է, որ դուք վստահեք ինձ», Դավիթը կրացավ Սոֆիի հասակին։ «Ձեր դուստրը հանճարեղ է։ Պրոֆեսոր Ռուբենը միշտ ասում էր, որ իրական ինտելեկտը ոչ թե պատասխաններ անգիր անելու մեջ է, այլ ճիշտ հարցեր տալու։ Սոֆին ճիշտ հարցեր տվեց։ Եվ հիմա ինչ-որ մեկը շատ է վախենում, թե ինչ կարող են բացահայտել այդ հարցերը»։ Սոֆին նայեց մորը, հետո Դավիթին։ «Հետո»։ Խոսեց այն հանգիստ ձայնով, որով խոսում էր, երբ ինչ-որ բանում վստահ էր։ «Հայրս միշտ ասում էր, որ ճշմարտությունը սկզբում ցավեցնում է, բայց վերջում բուժում։ Եվ որ ստերը հարմարավետ են թվում, բայց ներսից փտում են»։ Դավիթը ժպտաց, նրա աչքերում արցունքներ կային։ Նա ճիշտ այդպես էր ասում իր դասերին, նա ոտքի կանգնեց, թղթապանակը մեկնեց Մարինեին։ «Ես գտել եմ համալսարանի հին ֆինանսական գրառումներ։ Այն ժամանակվա ադմինիստրատորներից մեկի Արմվիժնիի մեջ կապ կա։ Կասկածելի դրամական փոխանցումներ։ Եվ ավելին։ Պրոֆեսոր Ռուբենը ռեսուրսների բաշխման հեղափոխական ալգորիթմ էր մշակում, նախքան նրան աշխատանքից ազատելը։ Մի ալգորիթմ, որը կարող էր միլիոններ արժենալ։ Նրա անհետանալուց հետո այդ ալգորիթմը հանկարծ հայտնվում է գրանցված մեկ այլ անձի անունով։ Մեկի, որը մինչ օրս աշխատում է Արմվիժնում»։ Մարինեն զգաց, որ օդը չի հերիքում։ Դողացող ձեռքերով բացեց թղթապանակը, սկսեց թերթել փաստաթղթերը։ Կային էլեկտրոնային նամակների պատճեններ, բանկային քաղվածքներ, արտոնագրերի գրանցումներ։ Ամեն ինչ մատնանշում էր խնամքով կառուցված սխեմա։ Ռուբենը ոչ միայն խարդախություն էր բացահայտել։ Նա պարզել էր, որ իր սեփական աշխատանքը գողանում են։ «Ո՞վ է այդ մարդը», հարցրեց Մարինեն։ «Մհեր Թադոսյան։ Նա այն ժամանակ համալսարանի վարչական համակարգողն էր։ Այսօր Արմվիժնի ֆինանսական տնօրենն է։ Եվ ընկերության փոքր բաժնետերերից մեկը», Դավիթը դադար տվեց։ «Ես ուզում եմ հրապարակել այս պատմությունը։ Բայց չեմ կարող դա անել առանց ձեր թույլտվության։ Դա ձեզ Սոֆիին նորից կդնի ամեն ինչի կենտրոնում։ Դժվար կլինի։ Բայց դա կարող է լինել ձեր պրոֆեսոր Ռուբենի անունը մաքրելու միակ միջոցը»։ Մարինեն փակեց թղթապանակը։
Նայեց Սոֆիին, որը դիտում էր այն խորը աչքերով, որոնք չափազանց խորն էին 4-ամյա երեխայի համար։ Մտածեց Ռուբենի մասին։ Մտածեց այն բոլոր գիշերների մասին, որ նա անցկացրել էր դստերը սովորեցնելով, նույնիսկ երբ կոտրված ու ոչնչացված էր։ Մտածեց, թե ինչպես նա երբեք տուն չվերադարձավ։ Հրապարակեք, ասաց Մարինեն, ձայնը օրեր անց առաջին անգամ հաստատուն էր։ Պատմեք ամբողջ ճշմարտությունը։ Դավիթը գլխով արեց։ Վերցրեց թղթապանակը, գրպանից հանեց ձայնագրիչ։ Այդ դեպքում սկսենք։ Պատմեք ինձ Ռուբենի մասին։ Պատմեք այն օրվա մասին, երբ նա անհետացավ։ Պատմեք ամեն ինչ։ Եվ այնտեղ Երանի բանուկ փողոցի մայթին, Սոֆիի հետ կողք կողքի նստած առավոտյան արի շողերի տակ, Մարինեն սկսեց խոսել։ Սկսեց պատմել այն պատմությունը, որը պահել էր 3 տարի։ Մի լավ մարդու պատմությունը, որին ոչնչացրին ճիշտ բան անելու համար։ Պատմությունը, որը, վերջապես, պատրաստվում էր բացահայտվել։ Բայց մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի գրասենյակում Մհեր Թադոսյանը զանգ ստացավ։ Ինչ-որ մեկը տեսել էր Մարինեին լրագրողի հետ խոսելիս։ Եվ նա հստակ գիտեր, թե դա ինչ էր նշանակում։ Վերցրեց հեռախոսը, զանգ կատարեց։ Ժամանակն էր ավելի կտրուկ միջոցների դիմել։ Ժամանակն էր երաշխավորել, որ այդ պատմությունը երբեք չհրապարակվի։ Եվ որ Սոֆի Վարդանյանը այլս երբեք հնարավորություն չունենա տալու հարցեր, որոնց համար նա հարմար պատասխաններ չուներ։ Դավիթի հոդվածը հրապարակվեց հաջորդ չորեքշաբթի։ Ոչ թե մի մեծ լրատվական պորտալում, այլ մի անկախ հետաքննական լրագրության հարթակում, որը նա օգնում էր պահպանել։ Վերնագիրը ուղիղ էր։ Գողացված ալգորիթմը։ Ինչպես ոչնչացվեց մի դասախոս, յուրացվեց նրա գյուտը։ Տեքստը մանրակրկիտ էր։ Դավիթը օրեր էր անցկացրել, հարցազրույցներ վերցնելով Ռուբենի նախկին գործընկերներից, համալսարանի թոշակի անցած աշխատակիցներից, նույնիսկ որոշ ուսանողներից, որոնք ականատես էին եղել նրա աշխատանքից ազատմանը։ Ներկայացնում էր փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս կասկածելի ֆինանսական փոխանցումներ Մհեր Թադոսյանի համալսարանի տնօրինության անդամների միջ։ Ցույց էր տալիս, թե ինչպես Ռուբենի կողմից իր ակադեմիական հետազոտության շրջանակներում մշակված ալգորիթմը ամիսներ անց գրանցվել էր Մհերի անունով, առանց որևէ հիշատակման իրական ստեղծողի մասին։ Եվ այս ամենը կապում էր Սոֆիի վիրուսային տեսանյութի հետ, ենթադրելով, որ նրա դեմ զրպարտության արշավը հետում էր նույն օրինաչափությանը, որն օգտագործվել էր նրա հոր դեմ։ Մարինեն 3 անգամ կարդաց հոդվածը, նստած բնակարանի բազմոցին։ Յուրաքանչյուր բառը հաստատում էր, ապացույց, որ նա խելագար չէր, որ Ռուբենը այն հրեշը չէր, որին նկարագրել էին։ Բայց դա նա սարսափելի էր։ Որովհետև հիմա ամեն ինչ բացահայտված էր։ Այլս հետդարձի ճանապարհ չկար։ Առաջին ժամերին հոդվածը քիչ արձագանք ունեցավ։ Մի քանի 100 տարածում աջակցության մեկնաբանություններ մարդկանցից, որոնք արդեն կասկածում էին պաշտոնական վարկածին։ Բայց հետո տեղի ունեցավ մի անսպասելի բան։ Տիգրան Թովմասյանը կիսվեց հոդվածով իր սոցիալական ցանցերում։ Նրա գրառումը կարճ, բայց ազդեցիկ էր։ 3 անգամ կարդացի այս հոդվածը։ Եթե այստեղ գրվածի կեսն անգամ ճիշտ է, իմ ընկերությունը մասնակցել է մի աններելի բանի։ Պահանջում եմ ամբողջական ներքին հետաքննություն։ Ճշմարտությունը պետք է բացահայտվի, ինչ գնով էլ լինի։ Մի քանի ժամվա ընթացքում հոդվածը պայթեց։ Հազարավոր տարածումներ։ Այլ լրատվական պորտալներ սկսեցին վերահրապարակել։ Լրագրողները սկսեցին զանգահարել Armvision դիրքորոշում պահանջելով։ Ընկերության բաժնետոմսերը 1 օրում 3%-ով ընկան։ Մարինեն հինգշաբթի կեսօրին զանգ ստացավ Դավիթից։ Մարինե, մեզ մոտ ստացվեց։ Պատմությունը ուժ է հավաքում։ Բայց պետք է քեզ մի բանի մասին զգուշացնեմ։ Մհեր Թադոսյանը մամուլի ասուլիս է տվել։ Նա հերքում է ամեն ինչ ասում, որ դու ես միասին ենք աշխատում, ընկերությունից շորթում կատարելու համար։ Ասում է, որ փաստաթղթերը կեղծված են։ Բայց դրանք կեղծված չեն, պատասխանեց Մարինեն, զգալով, թե ինչպես է խուճապը բարձրանում։ Դու ապացույցներ ունես։ Ունեմ։ Բայց նա ունի թանկարժեք փաստաբաններ հասարակայնության հետ կապերի մեքենա։ Սա տգեղանալու է, նախքան լավանալը։ Եվ տգեղացավ։ Մհերը ոչ միայն հերքեց մեղադրանքները, այլ հակահարձակման անցավ։
Վարձեց փորձագետների վերլուծելու այն փաստաթղթերը, որոնք Դավիթը ներկայացրել էր։ Փորձագետները, որոնց նա վճարել էր, հայտարարեցին, որ ֆայլերում անհամապատասխանություններ կան։ Մհերը լացակումած հարցազրույցներ տվեց, ասելով, որ իրեն զրպարտում են դառնացած մարդիկ։ Հին լուսանկարներ հրապարակեց Ռուբենի հետ, պնդելով, որ նրանք ընկերներ էին, որ Ռուբենը իրեն էր վստահել ալգորիթմը, նախքան անհետանալը։ Պատմությունը վիճարկվում էր իրական ժամանակում, Մարինեն տեսնում էր, թե ինչպես է հանրային աջակցությունը տատանվում։ Ոմանք հավատում էին Դավիթին իրեն։ Մյուսները կարծում էին, որ ամեն ինչ մշակված դավադրություն է։ Եվ շատերը պարզապես չգիտեին, թե ում հավատալ։ Սոֆին սկսեց տուժել դպրոցում։ Մարինեն փորձել էր նրան տանը պահել առաջին օրերին, բայց աղջիկը պնդել էր, որ գնա։ Ասում էր, որ ոչ մի սխալ բան չի արել, չպետք է թաքնվի։ Բայց հինգշաբթի օրը տուն վերադարձավ լացից կարմրած աչքերով։ Երեխաներն ինձ ստախոս էին անվանում, ասաց Սոֆին խեղդված ձայնով։ Ասում էին, որ հայրս գող էր, ես նրանից եմ սովորել։ Ուսուցչուհին ոչինչ չարեց։ Պարզապես ասաց, որ անտեսեմ։ Մարինեն գրկեց դստերը, զգալով, թե ինչպես է անզորությունը այրում իր կուրծքը։ Ուզում էր պաշտպանել Սոֆիին, ուզում էր նրան հեռու պահել այս ամենից։ Բայց չգիտեր, ինչպես։ Ուրբաթ օրը իրավիճակն ավելի վատացավ։ Մարինեին կանչեցին դպրոց, հանդիպման։ Տնօրենը, միջին տարիքի, խիստ արտահայտությամբ մի կին, նստեց իր սեղանի հետում միահյուսեց մատները։ Տիկին Վարդանյան, պետք է խոսենք Սոֆիի մասին։ Եղել են միջադեպեր։ Վիճաբանություններ այլ երեխաների հետ։ Որոշ ծնողներ անհանգստացած են։ Ինչից են անհանգստացած, հարցրեց Մարինեն, արդեն իմանալով պատասխանը, բայց ուզենալով այն բարձրաձայն լսել։ Հրապարակայնությունից։ Սկանդալից։ Որոշ ընտանիքներ կարծում են, որ Սոֆիի ներկայությունը շեղում անհարմարություն է պատճառում, տնօրենը չէր կարողանում ուղիղ նայել Մարինեին։ Մենք առաջարկում ենք, որ գուցե բոլորի համար ավելի լավ կլինի, եթե Սոֆին ժամանակավոր արձակուրդ վերցնի։ Մինչ իրավիճակը հանդարտվի։ Դուք իմ դստերը հեռացնում եք, որովհետև նա չափազանց խելացի է, դա անհանգստացնում է հարուստ մարդկանց, Մարինեն զգաց, որ զայրույթը պայթում է։ Նա ոչ մի սխալ բան չի արել։ Մենք ոչ ոքի չենք հեռացնում։ Մենք պարզապես առաջարկում ենք ժամանակավոր հեռացում։ Նա նրա իսկ բարօրության համար։ Երեխաները կարող են դաժան լինել։ Երեխաները դաժան լինել սովորում են մեծահասակներից, հակադարձեց Մարինեն, ոտքի կանգնելով։ Եվ դուք հենց նոր նրանց սովորեցրիք, որ ընդունելի է մեկին հեռացնել տարբերվելու համար։ Նա դուռը շրխկացնելով դուրս եկավ սենյակից։ Բռնեց Սոֆիի ձեռքից, նրանք լքեցին դպրոցը։ Տուն վերադառնալու ճանապարհին Սոֆին լուռ էր, նայելով ավտոբուսի պատուհանից։ Մամ, ես ինչ-որ սխալ բան արել եմ, վերջապես հարցրեց նա։ Ոչ, սիրելիս։ Դու ոչ մի սխալ բան չես արել, Մարինեն բռնեց դստեր փոքրիկ ձեռքը։ Երբեմն մարդիկ վախենում են նրանից, ինչը չեն հասկանում։ Եվ փորձելու փոխարեն, նրանք հարձակվում են։ Հայրիկի հետ էլ էր այդպես լինում։ Ճիշտ այդպես։ Երբ տուն հասան, բնակարանի դռան մոտ ինչ-որ մեկը սպասում էր։ Մի տարեց, նիհար տղամարդ, սպիտակ մազերով պարզ հագուստով։ Նա կրծքին սեղմել էր մի հին ստվարաթղթե տուփ նյարդային տեսք ուներ։ Տեսնելով Մարինեին, նա դժվարությամբ ոտքի կանգնեց աստիճաններից, որտեղ նստած էր։ Տիկին Մարինե Վարդանյան, հարցրեց նա դողացող ձայնով։ Այո։ Ո՞վ եք դուք։ Իմ անունը Հովսեփ Կարապետյան է։ Ես 23 տարի պահակ եմ աշխատել մետրոպոլիտեն համալսարանում։ Ճանաչել եմ պրոֆեսոր Ռուբենին, նա մեկնեց տուփը։ Պետք է սա ձեզ տամ։ Պետք է վաղուց տայի, բայց վախենում էի։ Բայց երբ տեսա հոդվածը, երբ տեսա, թե ինչ են անում աղջկա հետ, իմացա, որ այլս չեմ կարող լուռ մնալ։ Մարինեն դողացող ձեռքերով վերցրեց տուփը։ Ներսում տետրեր էին, դեղնած թղթեր, հին ֆլեշ գրիչներ, մի կույտ կնքված ծրարներ։ Պրոֆեսոր Ռուբենը սա ինձ տվեց անհետանալուց 2 օր առաջ, շարունակեց Հովսեփը։ Ասաց, որ եթե իր հետ ինչ-որ բան պատահի, պետք է պահեմ, մինչ անվտանգ լինի ձեզ հանձնելը։ Ասաց, որ ներսում ապացույցներ կան։ Ամեն ինչի ապացույցները։ Ալգորիթմի գողության, ի ստացած սպառնալիքների, թե ով էր կանգնած այս ամենի հետում։
Ինչու 3 տարի սպասեցիք, հարցրեց Մարինեն, արցունքները սկսեցին թափվել։ Հովսեփը ամոթահար հայացքը խոնարհեց։ Որովհետ վախենում էի։ Որովհետ ես աղքատ ծերունի եմ, որը չի կարող իրեն թույլ տալ հզոր թշնամիներ ձեռք բերել։ Որովհետ ընտանիք ունեմ չէի ուզում, որ նրանք տուժեն, նա բարձրացրեց աչքերը, այնտեղ նույնպես արցունքներ կային։ Բայց հետո տեսա այդ փոքրիկ աղջկան, որը միայնակ դիմակայում էր այս ամենին։ Տեսա, թե ինչպես են նրան հարձակվում ճիշտ բան անելու համար, ճիշտ ինչպես հորը։ Եվ հասկացա, որ իմ վախը ոչինչ է նրա քաջության համեմատ։ Ներեցեք, որ այսքան ուշացա։ Մարինեն չգիտեր, թե ինչ ասել։ Տուփը սեղմեց կրծքին գլխով արեց։ Հովսեփը շրջվեց գնալու, բայց Սոֆին կանչեց նրան։ Պարոն Հովսեփ, ասաց աղջիկը։ Շնորհակալություն, որ հայրիկիս ընկերն էիք։ Շնորհակալություն, որ վերջապես ճիշտ բան արեցիք։ Ձեր պահակը ժպտաց, աչքերը սրբեց ձեռքի թիկունքով դանդաղ իջավ աստիճաններով։ Բնակարանում Մարինեն բացեց տուփը խոհանոցի սեղանին։ Սոֆին կանգնեց նրա կողքին, դիտելով։ Առաջին տետրը Ռուբենի ձեռագրով էր։ Մարինեն անմիջապես ճանաչեց այդ գիրը, այդ խնամքով ու ճշգրիտ տառերը։ Սկսեց կարդալ։ Դրանք օրագրեր էին։ Մանրամասն գրառումներ այն մասին, թե ինչ էր բացահայտել Ռուբենը։ Անուններ, ամսաթվեր, յուրացումների ճշգրիտ գումարներ։ Խոսակցությունների ձայնագրություններ, որտեղ մհերը կաշառք էր առաջարկում։ Ջնջված էլեկտրոնային նամակների պատճեններ, որոնք Ռուբենը կարողացել էր վերականգնել։ Եվ վերջում երկար բացատրություն իր մշակած ալգորիթմի մասին, բոլոր օրիգինալ հաշվարկներով, տրամաբանության բոլոր քայլերով, ամսաթվերով վկայություններով։ Բայց այն, ինչ ամենաշատը ցնցեց Մարինեին, օրագրի վերջին գրառումն էր, Ռուբենի անհետանալուց 1 օր առաջվա ամսաթվով։ Այսօր մեկ սպառնալիք ստացա։ Այս անգամ ասացին, որ եթե չդադարեցնեմ բողոքները, ոչ միայն իմ կարիերան կկործանվի։ Հիշատակեցին Մարինեին։ Հիշատակեցին Սոֆիին։ Ասացին, որ դժբախտ պատահարներ լինում են։ Որ նորածինները փխրուն են։ Ես սարսափած եմ։ Այլս չգիտեմ, թե ինչ անել։ Վաղվա համար հանդիպում եմ նշանակել։ Ասացին, որ բանակցելու, լուծում գտնելու համար է։ Այս գրառումները կթողնեմ Հովսեփի մոտ։ Եթե չվերադառնամ, գոնե ճշմարտությունը ինչ-որ տեղ պահված կլինի։ Սոֆի, եթե մի օր սա կարդում ես, իմացիր, որ հայրդ քեզ ամեն ինչից շատ էր սիրում։ Եվ որ այն ամենը, ինչ արել եմ, փորձել եմ քեզ համար ավելի լավ աշխարհ թողնել։ Ներիր ինձ, որ բավականաչափ ուժեղ չէի։ Մարինեն ձեռքերով փակեց բերանը, հեկեկալով։ Սոֆին գրկեց մորը, նրանք միասին լաց եղան խոհանոցի սեղանի շուրջ, շրջապատված Ռուբենի վերջին բառերով։ Բայց հիմա մի բան կար, որը առաջ չկար։ Ապացույցներ կային։ Իրական, անհերքելի ապացույցներ։ Եվ Մարինեն հստակ գիտեր, թե ինչ պետք է աներ։ Վերցրեց հեռախոսը, զանգեց Դավիթին։ Ես ամեն ինչ ունեմ, ասաց նա, ձայնը հաստատուն էր, չնայած արցունքներին։ Ես բոլոր ապացույցներն ունեմ։ Ռուբենը ամեն ինչ փաստագրել է, նախքան անհետանալը։ Եվ հիմա մենք սրան վերջ ենք տալու մեկընդմիշտ։ Քաղաքի մյուս ծայրում, Արմվիժնիի վերջին հարկի իր գրասենյակում, Մհեր Թադոսյանը զանգ ստացավ իր փաստաբանից։ Ինչ-որ մեկը տեսել էր Հովսեփին Մարինեի բնակարան այցելելիս։ Եվ նա գիտեր, թե ինչ էր ծեր պահակը պահում 3 տարի շարունակ։ Գիտեր, որովհետև ինքն էր հրամաններ տվել, սպառնալիքներ արել, կազմակերպել այն հանդիպումը, որից Ռուբենը երբեք չվերադարձավ։ Եվ հիմա, 3 տարվա մեջ առաջին անգամ, Մհեր Թադոսյանը իսկական վախ զգաց։ Դավիթը Մարինեի բնակարան հասավ 1 ժամից էլ քիչ ժամանակում։ Իր հետ բերել էր մի փաստաբանի, մոտ 50 տարեկան մի կնոջ, ում անունը Տիկին Բեատրիս էր, որը մասնագիտացած էր մտավոր սեփականության գործերում։ Նրանք ամբողջ գիշեր ուսումնասիրեցին այն փաստաթղթերը, որոնք Հովսեփը պահել էր։ Լուսանկարեցին յուրաքանչյուր էջ, թվայնացրին ֆլեշ կրիչների յուրաքանչյուր ֆայլ, ժամանակագրական կարգով դասավորեցին յուրաքանչյուր ապացույց։ Սա ոսկի է, ասաց Տիկին Բեատրիսը առավոտյան ժամը 3-ին, ձեռքին բռնած Ռուբենի տետրերից մեկը։ Սա ոչ միայն բավարար է ապացուցելու, որ ալգորիթմը գողացվել է։ Սա բավարար է սպառնալիքի հարկադրանքի պրոֆեսոր Ռուբենի անհետացմանը հնարավոր մասնակցության համար հետաքննություն սկսելու համար։
Մհեր Թադոսյանի գործը վերջացած է։ Իսկ որքան ժամանակ դա կտի, հարցրեց Մարինեն հոգնած, բայց անկարող քնելու։ Եթե սա անենք պաշտոնական ուղիներով, տարիներ։ Համակարգը դանդաղ է, բյուրոկրատական, Մհերը ռեսուրսներ ունի ցանկացած գործընթաց անվերջ ձգձգելու համար, տիկին Բեատրիսը դադար տվեց։ Բայց կա մեկ այլ ճանապարհ։ Ավելի արագ։ Ավելի ռիսկային։ Հրապարակում ենք ամեն ինչ։ Բոլոր ապացույցները, բոլոր փաստաթղթերը։ Սա դարձնում ենք այնքան մեծ, որ չի կարելի անտեսել կամ խեղդել։ Իսկ ռիսկը, հարցրեց Դավիթը։ Մհերը կպնդի, որ փաստաթղթերը կեղծված են։ Կասի, որ Ռուբենը պարանոիկ էր, որ հոգեպես անկայուն էր։ Կփորձի ոչնչացնել ամեն ինչի հեղինակությունը։ Եվ կարող է բոլորիս դատի տալ զրպարտության համար, փաստաբանը նայեց Մարինեին։ Դուք կարող եք կորցնել ամեն ինչ։ Այն քիչը, որ դեռ ունեք։ Մարինեն նայեց Սոֆիին, որը քնել էր բազմոցին, գրկած հոր տետրերից մեկը։ Մտածեց Ռուբենի մասին։ Մտածեց այն բոլոր անգամների մասին, երբ նա ընտրել էր ճիշտ բան անելը, նույնիսկ իմանալով գինը։ Մտածեց այն քաջության մասին, որը նա փորձել էր սովորեցնել դստերը։ Հրապարակեք ամեն ինչ, ասաց Մարինեն։ Թող գան հետանքները։ Դավիթի երկրորդ հոդվածը հրապարակվեց շաբաթ առավոտյան։ Այս անգամ դա միայն տեքստ չէր։ Դրանք ամբողջական փաստաթղթեր էին, ձայնագրություններ, խոսակցությունների տառադարձումներ։ Անհնար էր անտեսել։ Վերնագիրը կործանարար էր։ Ապացույցները, սպառնացված դասախոս, գողացված ալգորիթմ 3 տարի տաց լռություն։ Արձագանքն անմիջական պայթյունավտանգ էր։ Մի քանի ժամվա ընթացքում թեման թրենդային էր։ Խոշոր լրատվական պորտալները վերահրապարակեցին։ Հեռուստահաղորդումները եթերաժամանակ տրամադրեցին քննարկելու համար։ Հանրային ճնշումը Armvision-ի Մհեր Թադոսյանի վրա դարձավ անտանելի։ Բայց Մհերը հեշտությամբ չհանձնվեց։ Շաբաթ կեսօրին նա ուղիղ եթերում մամուլի ասուլիս տվեց։ Անթերի տեսք ուներ, մուգ կապույտ կոստյում, զուսպ փողկապ, անարդարացիորեն մեղադրվողի արտահայտություն։ Ռուբեն Մարտիրոսյանն իմ ընկերն էր, ասաց նա կեղծ հուզմունքով լի ձայնով։ Հանճարեղ, բայց տանջված մարդ։ Այո, նա մշակել էր նորարարական ալգորիթմ։ Բայց նա ինձ այդ ալգորիթմը կամավոր է փոխանցել, անհետանալուց օրեր առաջ։ Ասաց, որ այլս չի վստահում իրեն, որ հոգեբանական խնդիրներ ունի։ Այս փաստաթղթերը, որոնք հիմա ներկայացվում են, գրվել են ծայրահեղ հոգեկան անկայունության շրջանում։ Դրանք հիվանդ մարդու պարանոիկ երակայություններ են։ Մարինեն ստամոքսում սրտխառնոց զգալով դիտում էր հարցազրույցը։ Մհերը լավն էր։ Շատ լավն էր։ Անկեղծ էր թվում, վիրավորված էր թվում։ Եվ մարդիկ հավատում էին։ Սոցիալական ցանցերում մեկնաբանությունները նորից բաժանված էին։ Բայց հետո տեղի ունեցավ մի անսպասելի բան։ Ասուլիսի կեսին սենյակ մտավ մի տղամարդ։ Դա գերմանացի փորձագետն էր, որը եղել էր Armvision-ի հանդիպմանը, նա ով հաստատել էր, որ Սոֆին լուծել է խնդիրը։ Նա քայլեց դեպի խոսափողը, ընդհատեց Մհերին։ Պարոն Թադոսյան, իմ անունը Կլաուս Հոֆման է։ Ես վարձվել էի Armvision-ի կողմից որպես լոգիստիկ ալգորիթմների մասնագիտացված խորհրդատու։ Եվ պետք է մի բան ասեմ, որը պետք է վաղուց ասեի, Կլաուսը շրջվեց դեպի տեսախցիկները։ Երբ սկսեցի աշխատել այստեղ 6 ամիս առաջ, ինձ ներկայացրին այն հիմնական ալգորիթմը, որն օգտագործում է ընկերությունը։ Ինձ ասացին, որ այն մշակվել է ներքին կարգով Մհեր Թադոսյանի կողմից։ Բայց երբ տեսա այն լուծումը, որը Սոֆի Վարդանյանը ստեղծեց նիստերի դահլիճում, անմիջապես ճանաչեցի մաթեմատիկական ոճը։ Այն նույնական էր հիմնական ալգորիթմի հետ։ Խնդիրը կառուցելու ձ. փոփոխականների բաշխման մոտեցումը, ամեն ինչ նույնն էր։ Սոֆին ոչինչ չի արտագրել։ Նա կիրառում էր սկզբունքներ, որոնք հայրն էր իրեն սովորեցրել։ Սկզբունքներ, որոնք Ռուբեն Մարտիրոսյանն էր ստեղծել։ Սենյակը պայթեց հարցերից։ Մհերը կարմրեց, փորձելով վերականգնել վերահսկողությունը։ Կլաուսը շարունակեց անողոքաբար. Ավելին։ 3 գիշեր ես վերանայեցի այն փաստաթղթերը, որոնք Ռուբեն Մարտիրոսյանը թողել է։ Դրանք իսկական են։ Ես ճանաչում եմ մաթեմատիկական զարգացումը։ Ոչ մի ալգորիթմ պատրաստի չի հայտնվում։
Այն կառուցվում է փուլերով, փորձ ու սխալի միջոցով, կատարելագործումներով։ Ռուբենի տետրերը ցույց են տալիս այդ գործընթացը։ Մհեր Թադոսյանի անունով գրանցված ալգորիթմը հայտնվում է պատրաստի, առանց զարգացման պատմության։ Դա անհնար է։ Եթե, իհարկե, այն պատճենված չէ։ Մհերը փորձեց պատասխանել, բայց Կլաուսն արդեն դուրս էր գալիս սենյակից։ Ասուլիսն ավարտվեց քաոսով։ Եվ առաջին անգամ հանրային կարծիքի կշեռքի նժարը սկսեց վերջնականապես թեքվել Մհեր Թադոսյանի դեմ։ Բայց մինչ դա տեղի էր ունենում, մեկ այլ դրամա էր զարգանում։ Կիրակի առավոտյան Մարինեն զանգ ստացավ Հովսեփից։ Ձեր պահակը սարսափած էր։ Տիկին Մարինե, ես հիվանդանոցում եմ։ Երեկ գիշեր ինչ-որ մեկը ներխուժել է իմ տուն։ Ամեն ինչ ջարդել են։ Ասացին, որ սա դաս լինի ինձ, որ լուռ մնամ։ Վնասել են թոռնիկիս։ Նա 8 տարեկան է։ Պարզապես հանգստյան օրերն էր ինձ հետ անցկացնում, նրա ձայնը կոտրված էր, մեղքի զգացումով լի։ Ներեցեք ինձ։ Ներեցեք, որ ձեզ այս ամենի մեջ ներքաշեցի։ Մարինեն զգաց, որ արյունը սառչում է։ Նայեց Սոֆիին, որը նկարում էր հյուրասենյակում։ Մտածեց, որ եթե ինչ-որ մեկը դիպչեր իր դստերը, եթե ինչ-որ մեկը վնասեր Սոֆիին։ Հովսեփ, դա ձեր մեղքը չէր։ Ես կգամ այնտեղ։ Մի եկեք։ Անվտանգ չէ։ Նրանք գիտեն, թե ով եք դուք։ Գիտեն, թե որտեղ եք ապրում, նա դադար տվեց։ Զգույշ եղեք։ Այդ մարդիկ չեն կանգնելու։ Մարինեն դողացող ձեռքերով անջատեց հեռախոսը։ Անմիջապես զանգեց Դավիթին, պատմեց, թե ինչ է տեղի ունեցել։ Նա խոստացավ գնալ հիվանդանոց, խոսելու Հովսեփի հետ գրանցելու դեպքը։ Բայց վտանգի զգացումը չանցավ։ Մարինեն սկսեց տարօրինակ բաներ նկատել։ Մի մուգ մեքենա, որը 2 օր է կայանված էր շենքի դիմաց։ Մի տղամարդ, որին տեսնում էր ավտոբուսի կանգառում առավոտյան նորից երեկոյան։ Գուցե պարանոյա էր։ Կամ գուցե ոչ։ Երկուշաբթի օրը իրավիճակն անսպասելիորեն սրվեց։ Մարինեն արթնացավ դռան հրատապ թակոցներից։ Տիկին Բեատրիսն էր, Դավիթի ուղեկցությամբ։ Երկուսն էլ տագնապած տեսք ունեին։ Դուք պետք է հեռանաք այստեղից։ Հիմա, ասաց Բեատրիսը առանց նախաբանի։ Ինչ է պատահել։ Արմվիժնը հայտարարել է, որ դատի է տալիս ձեզ, Սոֆիին, Դավիթին ինձ զրպարտության շորթման համար։ Նրանք անհեթեթ գումարներ են պահանջում։ Եվ ավելին։ Մհեր Թադոսյանը հայց է ներկայացրել, պնդելով, որ դուք Սոֆիին պահում եք հոգեբանորեն վնասակար միջավայրում։ Նա պահանջում է աղջկա ժամանակավոր խնամակալությունը, մինչ հետաքննեն։ Մարինեն զգաց, որ աշխարհը պտտվում է։ Նա ուզում է տանել իմ դստերը։ Դա վախեցնելու մարտավարություն է։ Չի հաջողի։ Բայց մինչ դա ընթացքի մեջ է, դուք այստեղ անվտանգ չեք, Դավիթը մտավ բնակարան։ Ես մի տեղ ունեմ։ Մորաքրոջս տունը, գյուղում։ 2 ժամվա ճանապարհ է այստեղից։ Կարող եք մի քանի օր այնտեղ մնալ, մինչ սա լուծենք։ Ես չեմ փախչելու, ասաց Մարինեն, բայց նրա ձայնում նախկին վստահությունը չկար։ Սա փախչել չէ։ Սա պաշտպանվել է, Բեատրիսը ձեռքը դրեց Մարինեի ուսին։ Նրանք հուսահատվում են։ Հուսահատ մարդիկ սարսափելի բաներ են անում։ Եվ Հովսեփն արդեն ապացուցեց, որ նրանք սահմաններ չունեն։ Սոֆին հայտնվեց միջանցքում, դեռ գիշերազգեստով, ձեռքին բռնած հոր տետրերից մեկը։ Մամ, կարծում եմ, պետք է գնանք։ Հայրիկս այստեղ գրել է, որ երբ չես կարող դեմ առ դեմ կռվել, պետք է նահանջես ավելի լավ անկյուն գտնելու համար։ Մարինեն նայեց դստերը։ 4 տարեկան։ Պետք է անհանգստանալ խաղալիքների ու մուլտֆիլմերի մասին։ Ոչ թե վտանգավոր մարդկանցից փախչելու։ Այս ամենի անարդարությունը այրում էր։ Լավ, վերջապես ասաց նա։ Եկեք իրերը հավաքենք։ Նրանք կես ժամ անց դուրս եկան բնակարանից։ Դավիթը ղեկին էր, Բեատրիսը արջի նստատեղին, Մարինեն ու Սոֆին հետում։ Վերցրել էին միայն ամենաանհրաժեշտը, մի քանի հագուստ, Ռուբենի փաստաթղթերը, այն տետրերը, որոնք Սոֆին այնքան էր սիրում։ Ճանապարհին էին արդեն 40 րոպե, երբ Մարինեն նկատեց մուգ մեքենան։ Նույնը, որը կայանված էր շենքի դիմաց։
Երեք մեքենա հետում էր նրանց։ Դավիթ, ասաց նա, փորձելով ձայնը հանգիստ պահել։ Կարծում եմ, մեզ հետում են։ Դավիթը նայեց հետի հայելուց։ Նրա ծնոտը սեղմվեց։ Ամուր բռնվեք, ասաց նա արագացրեց։ Հետի մեքենան նույնպես արագացրեց։ Սկսեց վազանցել մյուս մեքենաներին, արագ մոտենալով։ Մարինեն գրկեց Սոֆիին, ծածկելով դստեր գլուխը։ Բեատրիսը վերցրեց հեռախոսը, փորձելով զանգել ինչ-որ մեկին, բայց կապն ընդհատվում էր։ Թույլ ազդանշանով տարածքում էին։ Մուգ մեքենան արդեն նրանց կողքին էր։ Մարինեն կարող էր տեսնել երկու տղամարդու ներսում։ Վարորդի դեմքը ծածկված էր արային ակնոցներով։ Ուղորը մատնացույց էր անում ճանապարհի եզրը, ժեստերով ցույց տալով, որ կանգնեն։ Մի կանգնիր, ասաց Բեատրիսը։ Ոչ մի դեպքում մի կանգնիր։ Բայց հետո մուգ մեքենան հարվածեց նրանց։ Հարվածը ստիպեց Դավիթի մեքենան շեղվել։ Նա պայքարում էր ղեկի հետ, փորձելով պահպանել վերահսկողությունը։ Սոֆին ճչաց։ Մարինեն դստերը բռնել էր իր ողջ ուժով։ Մուգ մեքենան նորից հարվածեց։ Եվ այս անգամ Դավիթի մեքենան ամբողջությամբ դուրս եկավ ճանապարհից, ներխուժելով հողոտ եզրագից։ Դավիթը ուժգին սեղմեց արգելակները։ Մեքենան սահեց, պտտվեց վերջապես կանգ առավ փշալարե ցանկապատից մի քանի մետր հեռավորության վրա։ Մի պահ միայն լռություն էր։ Հետո, դռների բացվելու ձայն։ Մուգ մեքենայից երկու տղամարդիկ իջնում էին։ Քայլում էին նրանց ուղղությամբ։ Եվ Մարինեն, նայելով իր գրկում դողացող Սոֆիին, հասկացավ, որ հասել են անդառնալի կետին։ Դավիթն առաջինը դուրս եկավ մեքենայից։ Կանգնեց մոտեցող տղամարդկանց այն մեքենայի միջ, որտեղ Մարինեն ու Սոֆին էին։ Բեատրիսը դուրս եկավ մյուս կողմից, հեռախոսը ձեռքին, հուսահատ փորձելով կապ գտնել։ Մնացեք մեքենայում, ասաց Դավիթը, աչքերը չկտրելով երկու տղամարդկանցից։ Նրանցից ավելի բարձրահասակը, մոտ 40 տարեկան, սկաշվե բաճկոնով մի տղամարդ, կանգ առավ մի քանի մետր հեռավորության վրա։ Հանեց արային ակնոցները, բացահայտելով սառը հաշվենկատ աչքեր։ Մենք միայն փաստաթղթերն ենք ուզում, ասաց նա խորը զուսպ ձայնով։ Տվեք այն տետրերն ու ֆլեշ կրիչները, որոնք ձեր պահակը ձեզ է տվել, խնդիրներ չեն լինի։ Մեզ մոտ ոչինչ չկա, ստեց Դավիթը։ Ամեն ինչ ապահով տեղում է պահված։ Տղամարդը ժպտաց, բայց դա առանց հումորի ժպիտ էր։ Ինձ մի ստիր։ Ես տեսա, թե ինչպես դուրս եկաք բնակարանից ուսապարկերով ու պայուսակներով։ Գիտեմ, որ ամեն ինչ մեքենայում է, նաս մեկ քայլ առաջ արեց։ Դուք չեք հասկանում իրավիճակը։ Սա փողի կամ հեղինակության մասին չէ։ Այդ փաստաթղթերում բաներ կան, որոնք չի կարելի բացահայտել։ Բաներ, որոնք գերազանցում են գողացված ալգորիթմները։ Ինչ նկատի ունեք, հարցրեց Բեատրիսը, հեռավորություն պահպանելով։ Պրոֆեսոր Ռուբենը ավելին էր բացահայտել, քան պատկերացնում եք։ Ալգորիթմը միայն գագաթն էր։ Նա բացահայտել էր շատ ավելի մեծ սխեմա։ Պետական միջոցների յուրացում, կառավարության հետ կեղծ պայմանագրեր, փողերի լվացում կեղծ արտոնագրերի միջոցով, տղամարդը դադար տվեց։ Մհեր Թադոսյանը ընդամենը զինվոր է։ Շատ ավելի հզոր մարդիկ են ներգրավված։ Մարդիկ, որոնք չեն կարող թույլ տալ, որ այս տեղեկությունը հանրայնանա։ Մարինեն զգաց, որ արյունը սառչում է։ Նայեց կողքի նստատեղին դրված տետրերին։ Քանի՞։ Էջ նա դեռ չէր կարդացել։ Քանի՞։ Գաղտնիք էր բացահայտել Ռուբենը։ Այդ դեպքում եկեք վերցրեք, ասաց Դավիթը, նրա ձայնում մարտահրավեր կար։ Երկրորդ տղամարդը, ավելի երիտասարդ ու նյարդային, մի քայլ առաջ արեց։ Բայց նախքան որևէ բան անելը, ոստիկանական շչակի ձայնը կտրեց օդը։ Բոլորը գլուխները շրջեցին։ Ճանապարհով մոտենում էր պարեկային մեքենա։ Սպաճկոնով տղամարդը ցածրաձայն հայհոյեց։ Նշան արեց ընկերոջը, նրանք երկուսով վազեցին դեպի մուգ մեքենան։ Վայրկյանների ընթացքում նրանք շրջվեցին անհետացան ճանապարհով։ Պարեկային մեքենան կանգ առավ Դավիթի մեքենայի հետում։ Երկու ոստիկան իջան, մի տարեց տղամարդ մի երիտասարդ կին։ Կին ոստիկանը արագ մոտեցավ։ Ամեն ինչ կարգին է։ Ճանապարհից տեսանք վթարը։ Ինչ-որ մեկը վիրավորվել է։ Դավիթը արագ բացատրեց, թե ինչ է տեղի ունեցել։
Ոստիկանը գրի առավ ամեն ինչ, խնդրեց տղամարդկանց մեքենայի նկարագրությունը, լուսանկարեց մեքենայի վնասները։ Տարեց ոստիկանը զննեց շրջակայքը, ապացույցներ փնտրելով։ Դուք պետք է պաշտոնական հայտարարություն անեք, ասաց կին ոստիկանը։ Եվ անկեղծ ասած, ձեր պատմածից հետո, կարծում եմ ավելի լավ է միայնակ չշարունակեք։ Ո՞ւր էիք գնում։ Դավիթը տվեց մորաքրոջ տան հասցեն։ Ոստիկանը հայացք փոխանակեց գործընկերոջ հետ։ Մենք ձեզ կուղեկցենք մինչ այնտեղ։ Եվ կխնդրեմ տեղի բաժանմունքին մի պարեկային մեքենա ուղարկել, որ այս գիշեր հսկի այդ վայրը։ 40 լարված րոպե անց նրանք հասան տուն։ Դա պարզ, մի հարկանի, սպիտակ ներկված տուն էր, շրջապատված փոքրիկ այգով։ Դավիթի մորաքույրը, տիկին Մերսեդեսը, սպիտակ մազերով ջերմ ժպիտով մի կին, նրանց ընդունեց ամուր գրկախառնություններով, տաք թեյով։ Բայց նույնիսկ նրա բարությունը չէր կարող ցրել լարվածությունը։ Մարինեն ամբողջ գիշեր արթուն մնաց, նայելով պատուհանից, ստուգելով, թե արդյոք մուգ մեքենան նորից կհայտնվի։ Սոֆին անհանգիստ քնեց, մի քանի անգամ արթնանալով մղձավանջներից։ Երեքշաբթի առավոտյան Դավիթը մի զանգ ստացավ, որը փոխեց ամեն ինչ։ Կլաուս Հոֆմանն էր, գերմանացի փորձագետը։ Դավիթ, պետք է շտապ խոսեմ քեզ հետ։ Ոչ հեռախոսով։ Անձամբ։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել Հարան քաղաքի կենտրոնում գտնվող մի սրճարանում, հեռու ցանկացած վայրից, որը կարող էր հսկվել։ Դավիթը գնաց միայնակ, թողնելով Մարինեին, Սոֆին Բեատրիսին տանը, տիկին Մերսեդեսի ոստիկանական մեքենայի հսկողության տակ։ Կլաուսը նստած էր հետի սեղաններից մեկի մոտ, երբ Դավիթը հասավ։ Թվում էր, թե օրերով չի քնել։ Խորս շրջանակներ ուներ աչքերի տակ, ձեռքերը թեթակի դողում էին, սուրճի բաժակը բռնելիս։ Ես սխալ թույլ տվեցի, հրապարակային խոսելով, ասաց Կլաուսը, հենց որ Դավիթը նստեց։ Կարծում էի, թե ճիշտ բան եմ անում, որ ճշմարտությունը բավարար է։ Բայց այդպես չէ։ Այդ ասուլիսից հետո ես սպառնալիքներ եմ ստանում։ Զանգեր գիշերվա կեսին։ Մեքենաներ, որոնք հետում են ինձ։ Երեք գտել են իմ շանը։ Թունավորված, նրա ձայնը կոտրվեց։ Ես վախենում եմ, Դավիթ։ Իսկապես վախենում եմ։ Ինչ ես ուզում, որ անեմ, հարցրեց Դավիթը, ձայնը ցածր պահելով։ Ուզում եմ քեզ մի բան տալ, որը կարող է սրան վերջ տալ մեկընդմիշտ, Կլաուսը գրպանից հանեց ֆլեշ գրիչ։ Ես մուտք եմ գործել Armvision-ի սերվերներ։ Չպետք է դա անեի, անօրինական էր, բայց պետք է իմանայի, թե որքան խորն է այս ամենը։ Եվ գտա պաշտպանված ֆայլեր։ Ներքին խոսակցություններ մհերի այլ մարդկանց միջ։ Ջնջված էլեկտրոնային նամակներ, որոնք վերականգնվել են պահուստային կրկնօրինակումից։ Ամեն ինչ Ռուբեն Մարտիրոսյանի մասին։ Այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել նրա հետ։ Դավիթը դողացող ձեռքերով վերցրեց ֆլեշ գրիչը։ Ինչ կա այստեղ։ Ճշմարտությունը։ Ամբողջական ճշմարտությունը։ Ռուբենը ոչ միայն անհետացել է։ Նրան։ Կլաուսը փակեց աչքերը, կարծես բառը ցավեցնում էր։ Նրան տարել են կեղծ հանդիպման։ Սպառնացել են նրա ընտանիքին։ Ասել են, որ եթե նա կամավոր չանհետանա, ինչ-որ բան կպատահի կնոջ նորածին դստեր հետ։ Ռուբենը փորձել է բանակցել։ Ասել է, որ ամեն ինչի պատճեններն ունի, որ ապացույցներ է պահել։ Բայց նրանք չեն հավատացել։ Կամ նրանց համար մի նույնն էր։ Որտեղ է նա, հարցրեց Դավիթը, թե գիտեր, որ չէր ուզում լսել պատասխանը։ Էլեկտրոնային նամակները ենթադրում են, որ ինչ-որ մեկին վճարել են, որպեսզի նրան ընդմիշտ անհետացնի։ Ճշգրիտ մանրամասներ չկան։ Բայց հղումներ կան Օսվալդո Փիրես անունով մի մարդու կատարված վճարման մասին, որը նկարագրվում է որպես խնդիրներ լուծող։ Եվ կա մհերի հաղորդագրությունը մյուս ներգրավվածներից մեկին։ Պրոֆեսորն այլս ոչ ոքի չի անհանգստացնի։ Դավիթը սրտխառնոց զգաց։ Ռուբենը չէր լքել ընտանիքը։ Չէր փախել վախկոտությունից։ Նրան վերացրել էին, որովհետև չափազանց շատ բան գիտեր։ Եվ Մարինեն 3 տարի մտածել էր, որ գուցե նա ընտրել էր հեռանալը։ Ինչու ես սա ինձ տալիս, հարցրեց Դավիթը։ Եթե սա հանրայնանա, դու նույնպես թիրախ կդառնաս։ Ես արդեն թիրախ եմ։ Եվ ես Հայաստանում ընտանիք չունեմ։ Ոչ ոք չկա, ում կարող են իմ դեմ օգտագործել, Կլաուսը ոտքի կանգնեց։ Օգտագործիր սա։
Ավարտիր այն, ինչ պրոֆեսոր Ռուբենն էր սկսել։ Եվ հետո ներիր ինձ, բայց ես կվերադառնամ Գերմանիա կփորձեմ մոռանալ, որ երբե ներգրավված եմ եղել այս ամենի մեջ։ Նա դուրս եկավ սրճարանից, առանց հետ նայելու։ Դավիթը մնաց այնտեղ, ձեռքին բռնած ֆլեշ կրիչը, զգալով 3 տարվա ցավի ծանրությունը, որը կենտրոնացած էր այդ փոքրիկ սարքի մեջ։ Երբ վերադարձավ տիկին Մերսեդեսի տուն, արդեն ուշ գիշեր էր։ Գտավ Մարինեին պատշգամբում, միայնակ, նայելով աստղալից երկնքին։ Սոֆին քնած է, հարցրեց նա։ Այո։ Վերջապես, Մարինեն շրջվեց դեպի նրան, նույնիսկ մթության մեջ Դավիթը տեսնում էր, որ նա լաց է եղել։ Ես մտածում եմ, թե ինչ եմ ասելու նրան։ Ինչպես եմ բացատրելու այս ամենը, երբ նա մեծանա։ Ինչպես եմ ստիպելու նրան հասկանալ, որ աշխարհը կարող է այսքան դաժան լինել։ Դավիթը տատանվեց։ Հետո որոշեց, որ նա արժանի է իմանալու ճշմարտությունը։ Ամբողջ ճշմարտությունը։ Նստեց նրա կողքին, պատմեց այն ամենը, ինչ Կլաուսը բացահայտել էր։ Էլեկտրոնային նամակների մասին։ Սպառնալիքների մասին։ Այն մասին, թե ինչ էր հավանաբար տեղի ունեցել Ռուբենի հետ։ Մարինեն լուռ լսեց ամեն ինչ։ Երբ Դավիթն ավարտեց, նա երկար րոպեներ անշարժ մնաց, մարսելով։ Հետո, անսպասելիորեն, սկսեց ծիծաղել։ Դա ուրախության ծիծաղ չէր։ Դա կոտրված դառը ծիծաղ էր մեկի, որը հասել էր իր դիմացկունության սահմանին։ Ես 3 տարի ատում էի նրան, ասաց նա ծիծաղի հեկեկոցի մեջ։ 3 տարի մտածում էի, որ նա լքել է մեզ։ Որ ընտրել է փախչելը, պայքարելու փոխարեն։ Եվ այս ամբողջ ընթացքում նա փորձում էր պաշտպանել մեզ։ Եվ դրա համար մահացել է։ Դավիթը չգիտեր, թե ինչ ասել։ Ձեռքը դրեց նրա ուսին, առաջարկելով միակ մխիթարությունը, որը կարող էր։ Նրանք մնացին այնտեղ, լռության մեջ, աստղերի տակ, մինչ ճշմարտության ծանրությունը վերջապես իր տեղն էր գտնում։ Հաջորդ առավոտ, չորեքշաբթի, որոշումը կայացվեց։ Դավիթը հրապարակելու էր ամեն ինչ։ Էլեկտրոնային նամակները, խոսակցությունները, բոլոր ապացույցները, որոնք Կլաուսը կարողացել էր ձեռք բերել։ Այլս հետդարձի ճանապարհ չէր լինելու։ Այլս կիսատ պրատ լուծումներ չէին լինելու։ Բայց նախքան որևէ բան անելը, Բեատրիսը զանգ ստացավ։ Դատարանից էր։ Այդ օրվա կեսօրին արտակարգ դատական նիստ էր նշանակվել։ Մհեր Թադոսյանն օգտագործում էր բոլոր հասանելի միջոցները Սոֆիի ժամանակավոր խնամակալությունը ստանալու համար, պնդելով, որ Մարինեն հոգեպես անկայուն է, դստերը վտանգի է ենթարկում, փախչելով հանցագործների հետ, ինչպիսին Դավիթն է, կապվելով։ Դուք պետք է վերադառնաք Երան, ասաց Բեատրիսը։ Հիմա։ Եթե չներկայանաք, դատավորը կարող է խնամակալությունը տալ պետությանը, լքման հիմքով։ Եվ հետո շատ ավելի դժվար կլինի Սոֆիին վերադարձնել։ Մարինեն զգաց, որ խուճապը սեղմում է կոկորդը։ Նայեց Սոֆիին, որը հյուրասենյակում գունավորում էր հոր տետրերից մեկը, տիկին Մերսեդեսից վերցրած մատիտներով։ Նրանք չեն կարող տանել իմ դստերը, շշնջաց Մարինեն։ Ես թույլ չեմ տա։ Այդ դեպքում կպայքարենք, ասաց Դավիթը։ Բայց պետք է դա անենք ճիշտ ձով։ Դատարանում։ Այն ապացույցներով, որոնք ունենք։ Եվ այդպես 6 ժամ անց Մարինեն հայտնվեց Երանի կենտրոնում գտնվող դատարանում, չափազանց ամուր բռնած Սոֆիի ձեռքը, քայլելով դեպի մի սենյակ, որտեղ Մհեր Թադոսյանը նրան սպասում էր վստահ ժպիտով թանկարժեք փաստաբանների թիմով։ Քայլելով դեպի մի ճակատամարտ, որը որոշելու էր ոչ միայն իր դստեր ապագան, այլ Ռուբեն Մարտիրոսյանի ժառանգությունը, այն ճշմարտությունը, որը նա մահացել էր, փորձելով պաշտպանել։ Դատական նիստերի դահլիճը փոքր էր խեղդող։ Մհեր Թադոսյանը նստած էր իր 3 փաստաբանների հետ, բոլորը անթերի կոստյումներով, վստահ արտահայտություններով։ Մյուս կողմում Մարինեն Սոֆին նստած էին տիկին Բեատրիսի կողքին, որը մանրիկ էր թվում հակառակորդ թիմի համեմատ։ Դավիթը հանրության համար նախատեսված աթոռներին էր, մի քանի այլ մարդկանց հետ, որոնք կարողացել էին ներս մտնել։ Դատավոր Արմեն Սարգսյանը, մոտ 60 տարեկան, մոխրագույն մազերով, ընթերցանության ակնոցներով մի տղամարդ ներս մտավ, բոլորը ոտքի կանգնեցին։ Նա չեզոք արտահայտությամբ զննեց իր առջ դրված փաստաթղթերը, նախքան սկսելը։ Սա արտակարգ դատական նիստ է, անչափահաս Սոֆի Վարդանյանի ժամանակավոր խնամակալության հարցը քննելու համար։ Պարոն Թադոսյան, ձեր փաստաբանները պնդում են, որ երեխայի մայրը նրան վտանգի է ենթարկում։
Կցանկանաք ներկայացնել ձեր փաստարկները։ Մհերի գլխավոր փաստաբանը, նիհար, զոլավոր կոստյումով մի տղամարդ, ոտքի կանգնեց։ Հարգելի դատավոր, տիկին Մարինե Վարդանյանը փախել է իր անչափահաս դստեր հետ։ Երեխային ներգրավել է իմ պաշտպանյալի դեմ զրպարտչական արշավի մեջ։ Երեխային ենթարկել է վտանգավոր իրավիճակների, այդ թվում հետապնդումների ճանապարհային պատահարների։ Մենք տեղեկություններ ունենք, որ երեխային հանել են դպրոցից պահում են անհայտ վայրում։ Սա բնութագրվում է որպես անփութություն վտանգում է անչափահասի հոգեբանական զարգացումը։ Բեատրիսն անմիջապես ոտքի կանգնեց։ Առարկում եմ, ձերդ գերազանցություն։ Իմ պաշտպանյալը չի փախել։ Նա ժամանակավորապես հեռացել է, իր դստերը պաշտպանելու համար կոնկրետ փաստագրված սպառնալիքներից։ Նույնիսկ ոստիկանությունում հայտարարություն կա ճանապարհային միջադեպի մասին։ Սպառնալիքներ, որոնք նա ինքն է ստեղծել, զրպարտելով իմ պաշտպանյալին, հակադարձեց Մհերի փաստաբանը։ Այս կինն օգտագործում է իր դստերը որպես վահան շորթման արշավում։ Դատավորը մուրճով հարվածեց։ Կարգ ու կանոն։ Տիկին Բեատրիս, դուք ունեք այդ սպառնալիքների ապացույցներ, բացի ոստիկանության հայտարարությունից։ Ունեմ, ձերդ գերազանցություն։ Եվ դրանից շատ ավելին ունեմ, Բեատրիսը բացեց իր թղթապանակը, հանեց ֆլեշ կրիչ։ Թույլտվություն եմ խնդրում ներկայացնելու ապացույցներ, որոնք ոչ միայն հաստատում են սպառնալիքները, այլ բացահայտում են այս գործի իրական բնույթը։ Մհերը տեսանելիորեն լարվեց։ Նրա փաստաբանները նյարդային հայացքներ փոխանակեցին։ Դատավորը գլխով արեց, մի աշխատակից ֆլեշ կրիչը միացրեց համակարգչին։ Սենյակում էկրան բարձրացվեց։ Բեատրիսը սկսեց ներկայացնել փաստաթղթերը։ Սկզբում Ռուբենի տետրերը, ցույց տալով ալգորիթմի ամբողջական զարգացումը, ամսաթվերով գրառումներով։ Հետո Մհերի անունով արտոնագրերի գրանցումները, առանց որևէ զարգացման պատմության։ Համեմատությունը ցայտուն էր։ Ձերդ գերազանցություն, այստեղ մենք ունենք անհերքելի ապացույց, որ պրոֆեսոր Ռուբեն Մարտիրոսյանի աշխատանքը գողացվել է, շարունակեց Բեատրիսը։ Բայց սա միայն սկիզբն է։ Նա անցավ այն էլեկտրոնային նամակներին, որոնք Կլաուսը ձեռք էր բերել։ Խոսակցություններ Մհերի այլ տնօրենների միջ, որտեղ քննարկվում էր, թե ինչպես լուծել Ռուբենի խնդիրը։ Հաղորդագրություններ կասկածելի վճարումների մասին։ Եվ վերջապես, ամենադատապարտող էլեկտրոնային նամակը։ Պրոֆեսորն այլս ոչ ոքի չի անհանգստացնի։ Սենյակում բացարձակ լռություն տիրեց։ Մհերը գունատվել էր, քրտնում էր։ Նրա փաստաբանները տենթագին շշնջում էին իրար մեջ։ Այս էլեկտրոնային նամակները անօրինական ճանապարհով են ձեռք բերվել, բողոքեց նրանցից մեկը։ Դրանք չեն կարող օգտագործվել որպես ապացույց։ Դրանք ձեռք են բերվել ընկերության աշխատակցի կողմից, որը օրինական մուտք ուներ սերվերներ, հանգիստ պատասխանեց Բեատրիսը։ Եվ բացի այդ, ձերդ գերազանցություն, այս տեղեկություններն արդեն փոխանցվել են դատախազությանը։ Պրոֆեսոր Ռուբեն Մարտիրոսյանի անհետացման վերաբերյալ քրեական հետաքննություն է ընթանում։ Դատավորը հանեց ակնոցները, դանդաղ սրբեց դրանք, մարսելով տեսածը։ Հետո շրջվեց դեպի Մհերը։ Պարոն Թադոսյան, կցանկանաք արտահայտվել այս մեղադրանքների վերաբերյալ։ Մհերը բերանը բացեց, բայց ձայն դուրս չեկավ։ Նրա փաստաբանները փորձեցին միջամտել, բայց դատավորը լռեցրեց նրանց մի ժեստով։ Պարոն Թադոսյան, ես ձեզ խոսելու հնարավորություն եմ տալիս։ Ես… Սա թյուրիմացություն է, վերջապես կարողացավ ասել Մհերը, բայց ձայնը դողում էր։ Այս էլեկտրոնային նամակները համատեքստից դուրս են բերված։ Ռուբենն իմ ընկերն էր։ Ես երբեք… Այդ պահին սենյակի դուռը բացվեց։ Ներս մտավ մի տղամարդ, երկու դատական կարգադրիչների ուղեկցությամբ։ Հովսեփն էր, պահակը։ Թվիրակապված էր, դեմքին սպեղանին էր, իր կրած հարձակման հետանքները։ Բայց նրա աչքերը հաստատուն ու վճռական էին։ Ներողություն, ձերդ գերազանցություն, ասաց նա պարզ ձայնով։ Իմ անունը Հովսեփ Կարապետյան է։ Ես 23 տարի պահակ եմ աշխատել մետրոպոլիտեն համալսարանում։ Եվ պետք է վկայություն տամ այն մասին, թե ինչ եմ տեսել այն գիշեր, երբ պրոֆեսոր Ռուբեն Մարտիրոսյանն անհետացավ։ Դատավորը գլխով արեց, թույլ տալով նրան շարունակել։ Հովսեփը քայլեց դեպի սենյակի արջի մասը։ Ես այդ գիշեր ուշ էի աշխատում։ Տեսա, երբ պրոֆեսոր Ռուբենը հասավ համալսարան։ Նա հանդիպում ուներ նշանակված։
Նյարդային էր, բայց վճռական, Հովսեփն ուղիղ նայեց Մհերին։ Տեսա, երբ պարոն Թադոսյանը նույնպես եկավ։ Մեկ այլ տղամարդու հետ, մի խոշոր մարդու, որին երբեք չէի տեսել։ Նրանք մտան վարչական բաժնի նիստերի դահլիճ։ Ես մաքրում էի միջանցքը։ Ճիչեր լսեցի։ Լսեցի, թե ինչպես էր պրոֆեսոր Ռուբենն ասում, որ ամեն ինչի պատճեններն ունի, որ իրեն չեն կարող սպառնալ։ Լսեցի, երբ պարոն Թադոսյանն ասաց, որ արդեն ուշ է, որ նա պետք է ընդուներ լուռ մնալու առաջարկը։ Սուտ է, Մհերը կտրուկ ոտքի կանգնեց։ Դուք ոչինչ չեք կարող ապացուցել։ Չեմ կարող ապացուցել այն, ինչ լսել եմ։ Բայց կարող եմ ապացուցել, որ տեսա, թե ինչպես պրոֆեսոր Ռուբենը կենդանի ներս մտավ դուրս չեկավ։ Տեսա, երբ երկու տղամարդիկ միայնակ դուրս եկան, տանելով մի մեծ ճամպրուկ։ Մի ճամպրուկ, որը չունեին, երբ ներս մտան, Հովսեփը դադար տվեց։ Ես վախեցա։ Այնքան վախեցա, որ 3 տարի պահեցի գաղտնիքը։ Բայց այլս չեմ կարող ապրել դրա հետ։ Ոչ այն բանից հետո, երբ տեսա, թե ինչ փորձեցին անել նրա դստեր հետ։ Սենյակը պայթեց շշուկներից։ Դատավորը մի քանի անգամ մուրճով հարվածեց, կարգուկանոն պահանջելով։ Մհերի փաստաբանները փորձում էին բոլորը միաժամանակ խոսել։ Բայց Մհերն անշարժ էր, դեմքը մոխրագույն, նայում էր սեփական ձեռքերին, կարծես չէր ճանաչում դրանք։ Հենց այդ պահին Սոֆին ոտքի կանգնեց։ 4-ամյա աղջիկը քայլեց դեպի սենյակի կենտրոն, կանգնելով երկու սեղանների մեջ։ Բոլորը լռեցին, դիտելով։ Նա նայեց Մհերին այն խորը աչքերով, որոնք կարծես տեսնում էին մարդկանց միջով։ Հայրս ինձ սովորեցրել է, որ թվերը չեն ստում, ասաց Սոֆին պարզ ձայնով, որն արձագանքեց լուր սենյակում։ Նա ասում էր, որ կարող է ստել բառերով, բայց թվերը միշտ ճշմարտությունն են պատմում։ Բոլոր հավասարումները, որ նա ստեղծել է, տետրերում են։ Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր սխալ ու ուղում։ Ձեր թվերը պատրաստի են հայտնվում։ Որովհետև դուք դրանք չեք ստեղծել։ Դուք գողացել եք։ Սոֆի, սիրելիս, դու չես հասկանում, փորձեց Մհերը, ձայնը կոտրվելով։ Ես չէի ուզում, որ այս ամենը տեղի ունենա։ Հայրդ համառ էր։ Նա փաստարկներ չէր ընդունում։ Նա շատ մարդկանց էր կործանելու այդ բացահայտումներով։ Ես ուղղակի ուզում էի, ինչ էիք ուզում, ոտքի կանգնեց Մարինեն, արցունքները հոսում էին դեմքով։ Ուզում էիք հարստանալ նրա աշխատանքով։ Ուզում էիք, որ նա անհետանա, որպեսզի կարողանաք գողանալ 3 տարվա հետազոտությունը։ Ուզում էիք, որ իմ դուստրն առանց հայր մեծանա։ Մհերը դեմքը թաղեց ձեռքերի մեջ։ Նրա ուսերը սկսեցին դողալ։ Եվ հետո, բոլորի ցնցման համար, նա սկսեց խոսել։ Բառերը դուրս էին գալիս անվերահսկելի, խոստովանությունների մի հոսք, որն այլս հնարավոր չէր զսպել։ Այսպես չպետք է լիներ։ Պարզապես պետք է նրան վախեցնեինք, որպեսզի նա դադարեցնի բողոքները։ Բայց Ռուբենն ամեն ինչի ապացույցներն ուներ։ Կեղծ դիպլոմների, միջոցների յուրացման, կեղծ արտոնագրերի։ Միլիոններ էին ներգրավված։ Հզոր մարդիկ էին խառնված։ Նրանք ինձ ասացին, որ կամ ես եմ լուծում խնդիրը, կամ ես եմ դառնում հաջորդ խնդիրը։ Ես պարտքեր ունեի։ Հուսահատված էի։ Մտածեցի, որ եթե վերացնեմ միայն ապացույցները, բայց դուք վերացրիք իմ հորը, ասաց Սոֆին, նրա ձայնը այդքան փոքր ու երիտասարդ, անսահման ցավ էր կրում։ Ես չէի ուզում, հեկեկում էր Մհերը հիմա։ Երդվում եմ, չէի ուզում։ Բայց այն մարդը, որին վարձել էի, նա ասաց, որ այլ ճանապարհ չկա։ Որ Ռուբենը չափազանց շատ բան գիտեր։ Եվ դրանից հետո այլս հետդարձի ճանապարհ չկար։ Ստիպված էի նորմալ ձանալ։ Ստիպված էի առաջ շարժվել, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Դատավորը գունատվել էր, մուրճն այնքան ուժեղ էր սեղմում, որ մատների հոդերը սպիտակել էին։ Դատական կարգադրիչներն արդեն շարժվում էին դեպի Մհերը։ Պարոն Մհեր Թադոսյան, ասաց դատավորը խորը ձայնով, դուք հենց նոր խոստովանեցիք երդման տակ հանրային դատական նիստում մասնակցություն Ռուբեն Մարտիրոսյանի անհետացմանը հավանական սպանությանը։ Հրամայում եմ ձեր անհապաղ ձերբակալությունը։ Իսկ ինչ վերաբերում է ժամանակավոր խնամակալության հայցին, ակնհայտորեն մերժված է։ Այս դատական նիստը փակված է։ Կարգադրիչները ձեռնաշղթաներ հագցրին Մհերին։ Նա չդիմադրեց։
Թվում էր, թե 10 րոպեում 10 տարով ծերացել է։ Մինչ նրան դուրս էին տանում, նա վերջին անգամ նայեց Սոֆիին։ «Ներեցեք», շշնջաց նա։ «Ներեցեք ամեն ինչի համար»։ Սոֆին չպատասխանեց։ Պարզապես շրջվեց գրկեց մորը։ Հաջորդ օրերին մհերի խոստովանությունը զանգվածային հետաքննություն սկսեց։ Այլ անուններ բացահայտվեցին։ Համալսարանի տնօրինության անդամներ, Արմվիժնեի տնօրեններ, նույնիսկ պետական պաշտոնյաներ, որոնք նպաստում էին սխեմաներին։ Հզոր մարդիկ սկսեցին ընկնել դոմինոյի քարերի պես։ Սոֆիի Մարինեի պատմությունը այլ հարթություն ստացավ։ Նրանց այլս չէին դիտում որպես պատեհապաշտների կամ ստախոսների։ Նրանք քաջության խորհրդանիշներ էին։ Համառության, ավելի մեծ ուժերի դեմ։ Ճշմարտության, որը հնարավոր չէ ընդմիշտ թաղել։ Քրիստինե Ավետիսյանը, գործարար կինը, որը Մարինեին աշխատանք էր առաջարկել, նորից կապվեց նրանց հետ։ Այս անգամ անկեղծ ներողության խնդրանքով, առանց պայմանների առաջարկով։ Մարինեն ընդունեց։ Սկսեց աշխատել, ղեկավարելով ընկերության ներառականության ծրագրերը, օգտագործելով իր փորձը երաշխավորելու, որ այլ անտեսանելի մարդիկ հնարավորություններ ունենան։ Տիգրան Թովմասյանը ստանձնեց Արմվիժնի ղեկավարումը մհերի ձերբակալությունից հոր հրաժարականից հետո։ Նրա առաջին գործողությունը Ռուբեն Մարտիրոսյանի անունով հիմնադրամ ստեղծելն էր, որը նպատակ ուներ աջակցելու անկախ հետազոտողներին պաշտպանելու ակադեմիական կորպորատիվ չարաշահումների մասին ազդարարողներին։ Նա անձամբ հանդիպեց Սոֆիին ներողություն խնդրելու համար։ «Դու ինձ մի բան սովորեցրիր, որը իմ տարիների թանկարժեք համալսարանները երբեք չեն սովորեցրել», ասաց Տիգրանը, կրանալով աղջկա հասակին։ «Սովորեցրիր, որ քաջությունը իշխանությունից կամ փողից չի գալիս։ Այն գալիս է ճիշտ բան անելուց, նույնիսկ երբ դա դժվար է»։ Սոֆին ընդունեց ներողությունը շատ ավելի մեծի շնորհով։ 6 ամիս անց, մի արոտ շաբաթ առավոտ, Մարինեն Սոֆին այգում էին։ Աղջիկը, այժմ արդեն 5 տարեկան, վազում էր ծառերի միջով, ազատ ու երջանիկ այնպես, ինչպես վաղուց չէր եղել։ Մարինեն դիտում էր նստարանից, դեմքին փոքր, բայց անկեղծ ժպիտ։ Դավիթը մոտեցավ, երկուսի համար պաղպաղակ բերելով։ Նա դարձել էր ընտանիքի մտերիմ ընկերը, գրեթե քեռի Սոֆիի համար։ «Այսօր զանգ ստացա», ասաց նա, նստելով Մարինեի կողքին։ «Գտել են Ռուբենի մարմինը։ Գյուղական մի տարածքում, քաղաքից 2 ժամ հեռավորության վրա։ Ներգրավված տղամարդկանցից մեկը խոստովանել է տեղը, պատժի մեղմացման դիմաց»։ Մարինեն փակեց աչքերը, լուռ արցունքները հոսում էին։ Ցավ ու թեթացում, խառնված։ Ցավ Ռուբենին վերջնականապես կորցնելու համար։ Թեթացում վերջապես նրան արժանապատվորեն հուղարկավորելու համար։ Սոֆին արժանի է մի տեղ ունենալու, հորն այցելելու համար, մեղմորեն շարունակեց Դավիթը։ Մի տեղ, որտեղ նա կարող է խոսել նրա հետ, նույնիսկ եթե նա չի կարող պատասխանել։ Այո, համաձայնեց Մարինեն։ Նա արժանի է դրան։ Հուղարկավորությունը պարզ էր, բայց հուզիչ։ Ռուբենի նախկին ուսանողները ներկա էին, շատերը պատմում էին, թե ինչպես էր նա փոխել իրենց կյանքը։ Հովսեփն այնտեղ էր, կանգնած Մարինեի կողքին որպես լուռ պահապան։ Կլաուս Հոֆմանը ծաղիկներ էր ուղարկել Գերմանիայից։ Եվ Սոֆին, անհավանական հասունությամբ, հոր տետրերից մեկը դրեց դագաղի վրա։ «Հիմա կարող ես հանգչել, հայրիկ», շշնջաց նա։ Ճշմարտությունը հաղթեց։ Անցավ 1 տարի։ Սոֆին հաճախում էր նոր դպրոց, որտեղ նրա ինտելեկտը գնահատվում էր, ոչ թե վախեցնում։ Ընկերներ ձեռք բերեց։ Ավելի շատ էր ծիծաղում։ Դեռ կրում էր հոր տետրերը, բայց հիմա նա ստեղծում էր իր սեփականները, էջերը լցնելով հավասարումներով նկարներով, որոնք խառնում էին մաթեմատիկան արվեստի հետ։ Մարինեն գտել էր մի խաղաղություն, որը չգիտեր, թե հնարավոր է։ Մալաթիա Սեբաստիայի բնակարանը փոխարինվել էր մի փոքր, բայց հարմարավետ բնակարանով կենտրոնում, ավելի մոտ աշխատանքին Սոֆիի դպրոցին։ Սպիները դեռ ցավում էին, բայց բուժվում էին։ Մի անձրոտ շաբաթ օր, մինչ Սոֆին նկարում էր հյուրասենյակում, իսկ Մարինեն ընթրիք էր պատրաստում, աղջիկը խոսեց, աչքերը չկտրելով թղթից։ «Մամ, երեկ երազումս հայրիկին եմ տեսել»։ Այո, Մարինեն դադարեցրեց իր գործը։ Իսկ ինչ ասաց նա։ Ասաց, որ հպարտանում է։ Ասաց, որ շարունակեմ հարցեր տալ, միշտ։ Որովհետև ճիշտ հարցերն ավելի կարևոր են, քան հեշտ պատասխանները, Սոֆին բարձրացրեց աչքերը, ժպտալով։
Եվ ասաց, որ դու ամենաքաջ մարդն ես, ում նա ճանաչել է։ Մարինեն ծնկի իջավ դստեր կողքին, ամուր գրկելով նրան։ Մենք երկուսս էլ քաջ ենք, շշնջաց նա։ Որովհետև հայրդ մեզ սովորեցրել է, որ քաջությունը վախ չունենալը չէ։ Այն ճիշտ բան անելն է, չնայած վախին։ Եվ այդ փոքրիկ բնակարանում մինչ դրսում անձր էր գալիս, տնական ուտեստի հոտը լցնում էր օդը, 5-ամյա աղջիկն ու նրա 33-ամյա մայրը միասին կառուցում էին մի ապագա, որը Ռուբեն Մարտիրոսյանը չապրեց տեսնելու, բայց որը հնարավոր էր դարձրել։ Մի ապագա, որտեղ ճշմարտությունը կարոր էր։ Որտեղ արդարությանը կարելի էր հասնել։ Որտեղ հանճարեղ երեխան պետք չէր թաքնվեր, այլ կարող էր փայլել։ Եվ ինչ-որ տեղ, մի հարթությունում, որը գերազանցում էր մաթեմատիկայի տրամաբանության սահմանները, որոնք Ռուբենն այնքան էր սիրում, մի դասախոս ժպտում էր, իմանալով, որ իր ժառանգությունը ոչ թե ալգորիթմների կամ հավասարումների մեջ էր, այլ իր դստեր հետաքրքրասեր քաջ աչքերի, որոնք կշարունակեին ճիշտ հարցեր տալ մի աշխարհում, որը հուսահատորեն իսկական պատասխանների կարիք ուներ։